Կարող եք նստել։ Կարաս։ Ճիշտ ասած, մինչև սկսելը մենք մի քանի երիտասարդներ ունենք, որ դպրոցը ավարտել են եւ high school-ը տենց ասեմ, եթե կուզեն կարան գան առաջ, որ ձեզ տեսնեն ու շնորհավորեն։ Կուզեք գաք առաջ։ Մեկը Անդրունա, մեկը Միլանա եւ մի հոգի էլ կա, բայց չկարողացավ այսօր։ Եկեք շնորհավորենք իրանց, Աստծո ժողովուրդ։ Եկեք ստեղ։ Իրանք խոսք են տվել, որ օրը 12 ժամ պետք է աղոտ կանեն, չէ, կատակ եմ անում։ Կուզեք մերկու բան ասեք, երեխեք, թե չէ։ Չգիտեմ, ինձ թվում է, էսի Ստեփանի մայքն է։ 1 2 Ցածրացրամ մի բան ասա, ինչ կուզես ասես։ The reason why I passed is because of Jesus. Wow, that's good. Միլան դու։ Միլան ասեց ինձ հանկարծ մայկրոֆոն չտաս, ասեցի չեմ տա, բայց խաբեցի։ Մի բան ասա։ Մեկը պիտի մի օր քարոզես, թե չէ, պապա չի անում, գոնե դու արա։ Say something. Say praise Jesus. Praise Jesus. All right. Thank you. Կարող եք նստել։ Գիտեք չէ, որ առաջի անգամ պետք է ես քարոզեի, լավ է, վերջացավ Արմեն ջան, thank you։ Առաջի անգամ, որ ես ինձ հրավիրեցի միտեղ քարոզելու, մի ամբողջ օր պատրաստվեցի, գնացի, կանգնեցի ու ոչ մի բան չասեցի։ Ուսես նամ եմ իրանց, չգիտեմ ինչ ասեմ, վերջում, մի 20 րոպե կանգնելուց հետո ասեցի, ես վերջացրեցի, բոլորը ծափարեցին ու գնացի նստեցի, դա իմ առաջի քարոզն է եղել, շատ հրաշալի, իմ մտքից մեջ քարոզեցի, փառաբանեցի, ամեն ինչ ճիշտ արի, բայց ոչ մի բան դուրս չեկավ, ճիշտ ասած շատ դժվար է ստեղից քարոզելը, մարդիկ կան տես մի հատ դեպք կար, ինչ-որ եկեղեցու անդամներ բողոքել են, որ հայանեմ ինչ անում, որ հովիվը մենք է կարանք անենք, այս հովիվը իմանալով զանգում այդ եղբորն ասում է, լսի, մյուս կիրակի դու ես քարոզելու, հա, պրոբլեմ չկա ասում է, ու տենց ուրբաթ օրը զանգում է, սենց դողալով ասում է, լսի կներես էլի, այս մի շաբաթա փորձում եմ գլխից մեջ բան հավաքեմ, չեմ կարում, արի դու բան արա, քարոզի, ես լավ եմ, տենց, այդ գիտեք ոնց, որ Աստծո խոսք պետք է խոսես, պետք է Աստված լսնի քեզ, բիզնես չի, որ ասենք, ինչ-որ մի բան գլխիդ մեջ մոգոնես ու տենց հերթով գնաս, it's not a business, սա դու ոնց որ անենց պետք է տաս, որ ամեն մեկը իր բաժինը ստանա, չէ, ամեն, ասում է մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, նես չի, որ ես կարամ թեման տամ ձեզ, բայց Աստված ամեն մեկի ձեր ոնց որ ինչ որ ձեզ պետք է ասենք էդ է տալիս է այն օրը մեկը ինձ sense անում ասում է այս քարոզը բոլորովին ասում է իմ համար էր մտքուս ասեմ բայց նախ ես քեզ չեմ ճանաչում երկրորդն էլ Իսրայելի մասն է խոսում դու ինչ կապ ունես ջհուդների հետ բայց տես Աստված իր այդ ժամանակ իր հետ ոնց որ խոսում էր Փառք Հիսուսին դա շատ կարևոր է մի քանի հայտարարություններ անեմ Աստծո ժողովուրդ ուրեմն մենք ուզում ենք մյուս շաբաթ օրը գնանք փառք եւ դրանով զբաղվում է Ալենը, Ալենը ձեռն բարձրացրա, այստեղ է նա, ինքը իմիջիալ ասեմ pilot է, եթե ուզում եք շուտ մեռնեք իր հետ, no I'm just kidding, he's a good pilot, կարող եք իր հետ ուղղակի մի պահ sense գնալ, էլ ինչ ես անում, տանգել ես քշում, չէ դու, այդ հանկարծ իրան նախորոք լսեք, թե չէ այդ բանը կարող խփի քեզ, այդ որ կրակում է Ալենին մոտիկացեք եւ եթե ուզում եք շաբաթ օրը ու մենք ձեզ կասենք ինչ ենք անելու երկրորդը ջրով մկրտություն նրանք ովքեր որ կուզեն ջրով մկրտվեն ուրեմն անելու են 2 շաբաթից ճիշտ է հա թե չէ չեմ էլ հիշում սկի երևի 29-ին չէ Աննա 29-ին հա
Եթե կուզեք please register արեք, որ իմանանք ովքեր են գալու, absolutely ձրիա, բայց ծովում ենք անելու։ So այնտեղ ավելի հանգիստ է, էժանա, ոչ փող չենք տալի, ոչ է բան չենք անում, it's good։ Եվ այդ երկուսը հիշեք, մնացածն էլ ճանապարհին կասեմ, էլի, այդքանը։ Հիմա անցնենք թեմայից Աստծո ժողովուրդ։ Ինձ մնաց մի շաբաթ էլ այս թեման վերջացնեմ ու ճիշտ ասած իմ սրտից մեջ Աստված դրելա խոսամ սիրելու ու ներելու մասին։ Ի նկատի ունեմ, որ Աստծո ժողովուրդը իրար չեն սիրում եւ իրար չեն ներում։ Իմ նորությունն եմ, ովքեր որ այդ կարգավիճակի մեջ են, ձեր դժոխք գնալը շատ արագ է ստացվելու։ So այդ հարցը պետք է 2 շաբաթից լուծենք, ասեք ամեն։ Եթե քո եղբորը դու քրոջը չես սիրում, congratulations, դու շահեցիր դժոխքի թիքետներ։ Մի կողմանի։ Հիմա ուզում եմ գանք իմ քարոզիս։ Նրանք ովքեր որ նոր են, ովքեր որ լսում են ինձ, որ ասում են ամերիկացիք you welcome, թեմաս մի փոքր ներկայացնեմ ինչի մասին է այսօր, որ չնստեք ու չասեք այս ինչ boring քարոզ է։ Ուրեմն իմիջիալոց ասենք այս Աստվածաշունչը, որ Աստված է մեզ տվել, երբ որ դու կարդում ես մանավանդ նոր ուխտը, մենակ ծառայողների մասին է հիմնականում խոսում։ Դե նրանք էլ ովքեր որ գալիս են Աստծուն, իրանք ուղղակի ծառայողներին պետք է տեսնեն, դրանով սովորեն ոնց հոգևոր կյանք ապրեն, բայց կոնկրետ սովորական մարդու մասին խոսք չկա։ So հիմա դու ինձ կասես սովորական մարդը ով է։ Սովորական մարդը նա է, որ մի հատ բաժանեմ 2 մասի, որ պատկերացնես։ Ուրեմն ես անուն դրել եմ անողներ, նայողներ եւ կատարողներ, doers and viewers։ Կա որ նստում ես կինո ես նայում։ Մարդը սաղ ժամանակ փող է դնում, կինոներ է հանում, դու գնում ես նստում ես, ուղղակի նայում ես։ It's called viewers։ Այդքան բան։ Viewer-ները, ասենք որ դու կինո գնում ես, կինոյում ինչ ես ման գալիս, որ կինոն լավ եղնի, հետարքիր վերջանա, ասենք հավես եղնի, մի բան տանես, խոսալու բան եղնի։ So viewer-ները նրանք են, որ ասենք ուղղակի մի բանի վրա են կենտրոնացած, դրա մեջ մտնում է փող ունենան, արդեն եկեղեցու խոսքի վրա, փող ունենան, առողջ լինեն եւ ապահով լինեն։ So viewer-ները սրանք են։ Ու դա կազմում է ընդհանուր եկեղեցու 90%-ը։ Այսինքն 90%-ը մենակ դրա վրա կենտրոնացած։ Իրանց գործերը լավ եղնի եւ առողջ եղնեն եւ ապահով եղնեն։ So դա այդ մարդու գաղափարը դրա մեջ է, այսինքն ինքը որտեղ որ գնա, անպայման օգտվի, անօգուտ չլինի։ Ու ընդհանրապես մարդը տենց է, դու անօգուտ տեղ չես գնա, կգնաս միտեղ որ անընդհատ օգտվես։ Եվ կան երկրորդ մասը մարդկանց, որոնք որ այդ գաղափարը չունեն, իրանք ուզում են beneficiary եղնեն, այսինքն օգնող եղնեն։ Եվ այտենց լիքը մարդ կա, որ սիրում է օգնի, սիրում է տա, սիրում է անի։ Դրանք 10%-ն են երկրագնդի մեջ, չկան, այդքան շատ չեն։ So այսքանը ասելով ես միշտ որ Աստվածաշունչ կարդացել եմ ու իմ կյանքս փոխել եմ, նայել եմ այդ առաջնորդներին, որի մեջ ասենք օրինակի համար Պողոսն է, Պետրոսն է, օրինակի համար ասենք մնացած այն մարդիկ են, որոնք որ Հիսուսին որոշել են Հիսուսի խոսքին հետ գնան ու տարբերություն բերեն։ Պարզ այսքանը ձեզ Աստծո ժողովուրդ։ So կա viewers, կա doers։ Doer-ները 10%-ն են, viewer-ները 80-90%։ So քրիստոնյա աշխարհը մեծամասնությունը սա viewer-ներ են։ Ասենք մի տեղը դուրը չի գալի կգնան ուրիշ տեղ կամ կդադարեն էլ չեն գա։ Ասենք կբողոքեն, որ այս եկեղեցին կամ այդ տվյալ տեղը արդեն այտենց իրանց չի բավարարում։ Այն որ ես լսել եմ, որ ասենք օրինակի համար արի եկեղեցի կփոխվես կամ կբժշկվես կամ կհարստանաս կամ չգիտեմ ինչ, you know what, արդեն մի 6 ամիս է գալիս եմ, հատուկ ոչ մի բանը չի փոխվել, I think I'm wasting my time։ Սրանք այդ մարդիկ են։
So քեզ բան են անում, encourage են անում, որ գաս եկեղեցի, խոսքեր են տալի, դե հիմա չգիտեմ դուք ոնց եք եկել, հիմա չգիտեմ ով ինչ ա ձեզ խոսք տվե, ով ինչ ա ձեզ ասել որ կլինի, ես չգիտեմ ամենը ինչի համար եք եկել, so մեկը կարող եկել եք որ հարստանաք, մեկը եկել եք որ մամատ բժշկվի կամ բաբատ բժշկվի կամ ձեր relationship-ը հաստատվի կամ չգիտեմ անեց կա ձեզ հա տանջում է, մեկը չի կարող ամուսնանալ, մյուսը կարող ամուսնանալ կրակն անգել, I don't know. So depends ինչի համար եք եկել. So ասենք այնտեղ քեզ ասել են արի եկեղեցի կօգնեն քեզ. Հիմա դու եկել ես 6 ամիս աստե նստած, նայում ես սենց, չգիտեմ, Կիրակի պիտի շուտ գաս, եկեղեցի սենց արդեն սաղ շաբաթ առավոտ արթնանում ես, ու հիմա եկել ես 6 ամիսով, նայում ես ամառ, ոչ մի բան չի փոխվել. So church-ը entertain չի անում, քեզ քո կարիքները չի հոգում. Այդ մարդիկ հոգնում են ու արդեն սկսում են ուրիշ բաներով զբաղվել. So դրա վրա Աստված ինձ մի հատ քարոստվեց, ասեց ուզում եմ ժողովրդի մասին խոսած։ Ես էլ ճիշտ ասած ոնց որ ձեզ ասեցի, ես հատուկ այտենց ժողովրդի երբեք չեմ կենտրոնացել, իմ կենտրոնս եղել է 3 բանի վրա, որ սուրբ ապրի մարդ, արդար լինի մարդ եւ Հիսուսին սիրի։ Ինձ թվում է այդ 3-ը որ կարողանանք մեր կյանքի մեջ բերենք, ահագին փոփոխություններ եղնի։ So այս թեման կոնկրետ առաջացել է հենց դրա վրա, որ պետքա խոսանք վիրուների մասին, դրանք ովքեր որ մի կիրակի գալիս են ու սաղ շաբաթ իրանց կյանքով են ապրում։ Այդ սաղ շաբաթվա մեջ 3 հատ կարևոր հարց են լուծում։ Փողը միշտ լինի որ բիլերը փակեն, առողջ իրանց պահեն, մեկ էլ իրանց շրջապատը չկորցնեն։ So այդ դրա վրա սա կենտրոն, ասենք կարող է իրանք եկեղեցի չգան, օրինակ Father's Day համար ավելի լավ է իր հոր համար անի Father's Day, եկեղեցին կսպասի կամ մորքուրից ծնունդն է կամ շնից ծնունդն է, այսօր գնամ մի հատ քուկի առնեմ, ընտանիքներին հավաքենք, անում են մարդիկ, շան ծնունդներ են անում. You think they're not անում են. And for me it's stupid and I don't like it, but եթե անում են it's fine. So իրանք արդեն prioritize են անում, որն է կարևոր, որը կարևոր չի. Ինձ Աստված ասեց ուզում եմ իրանց մասին խոսած ու իրանց սխալների մասին խոսած. Իրանք ինչ սխալներ են անում, որ մտնում են այդ Աստծո ճանապարհի մեջ ու ընկնում են կամ մի փոքր մաս երևի կշահի. So դրանից այս թեման դուրս եկե. Հիմա որ բոլորդ էլ հարցնեմ, ասեմ հավատում եք Հիսուսին, բոլորդ էլ կասեք այո։ Եթե ասեմ շատերից սիրում եք Հիսուսին, ինձ թվում է կմտածեք դրա վրա այն մտքով, որ չեմ տեսել, չեմ լսել եմ, այնքանա չեմ տեսել, բայց okay, let's just say սիրում եմ իրան։ Ոչ մի բան չի անելու։ Բայց այդ սնատրան կա, որ երգում my way, իրա կնիկն ասում է հլարիստ է, սա կասենք your way, թե my way։ So my point is քո ուզածով ալելու, թե Աստծո ուզածով ալելու։ Սիրելը շատ կարևոր դեր է խաղում Աստծո ժողովուրդ։ Ես միշտ ասել եմ ու կասեմ, երբ որ դու ուզում ես մեկին սիրես, պետք է սիրես sense, այսինքն ես կանեմ ամեն ինչ, քեզանից ոչինչ չեմ սպասում։ Սիրելը տենց է։ Բոլոր զույգեր, չամուսնացածներ ու ամուսնացածներ, I have a bad news. Ով է առաջինն ասել I love you։ Ուրեմն դու կրակի մեջ ես, պետք է ամեն ինչ անես։ Եթե նկատել եք, աղջիկները երբեք իրանք առաջինը չեն ասում I love you, իրանք ասում են I love you too։ What that means, հլա տենամ ինչ ես անում, նոր այդ թուն կգա։ Դու գալիս ես աղջիկն ասում ես I love you, ես նայում ասում too։ Բա տենց է, դրա համար կանայք շահում են վերջում, իսկ տղեկը պետք է ամեն ինչ provide անեն, դա Աստծո շնորհքը, ասեք ամեն, այն տղեն, որ դիվանագշում է, դա լավ չի, գիտեք որն է, որ տուն նստած մտածում են, դա դիվան քշել է, դա my vocabulary, ճիշտ բառ չի, բայց տեսակ այդ համտուրի տանք ասե, էլի սկսείς քո այդ ոչ գրագետ բառերը օգտագործելը։ Ոնց եք ձեր կնոջը բարկացնում։ Ասում ես այս չուրախացնում, այս տան շեֆը ասում ես դու ես։ Իրանք միանգամից ծիծաղում են։ Անցնենք առաջ Աստծո ժողովուրդ։ Հիմա սերից որ խոսքը գնաց այնի նկատի ունեմ, որ ասեմ Հիսուսին սիրում ես ու ասես հա։ Բա ինչ ես անում։ So հավատում ես հա, հավատալը հեշտ է բան անելը, բայց սիրել մի քիչ դժվար է։ So սրանից ծնվեց այս գաղափարը, որ ինձ Աստված ա տվել,
Այսօր մեր եղբորն ասում է, ին վրա նստեց համարյա 120 ժամ, որ այս քարոզը վերջացնեմ, ճիշտ ասած, որ Աստված ինձ նոր հայտնություններ է տալի, այդքան է չեմ սիրում, որտեղ ժամ պետք է դնեմ վրան, որ կարողանամ ես ինքս էլ հասկանամ ինչ եմ քարոզում։ So եղավ են, որ հիմա պետք է մենք խոսանք այդ վյուրների մասին, այն մարդկանց մասին, իրանք ոնց են սկսում իրանց ճանապարհը, ինչ սխալներ են անում ճանապարհին եւ ինչի առաջ են գալիս կանգնում։ So տարբերակը, որ ես վերցրեցի Աստծո ժողովուրդ, դա եղավ Իսրայել ազգը դուրս ա գալիս Եգիպտոսից։ Եվ Աստված իրանց ուրա տանում, ոչ թե տանում է խոստացած տեղը, այլ տանում է իրանց անապատ։ Անապատը իրանց համար եղավ disaster։ Ավելավեր չգնային։ It was a disaster։ Որտեվ այնտեղ chaos էր կատարվում։ Ու անապատի մեջ եթե symbolically convert անեմ մեր այսօրվա առօրյա կյանքի մեջ այն քրիստոնյաները, որոնք անհաջողակ են, բայց սիրում են Հիսուսին եւ հավատում են Հիսուսին, բայց անորակ կյանք են ապրում ու անառողջ, սա արդեն լավ չի։ Սա սրա մասին եմ ուզում խոսամ։ So միակ գիրքը, որ խոսում է ժողովրդի մասին, ուղիղ ժողովրդի մասին, դա Մովսեսի գրած այն 4 գրքերն են, ես ծննդոցը հանում եմ, որովհետև ծննդոցը ինքը հատուկ հավաքել է, չի իրանից չի գրել, մնացածը ինքը մեջն է եղել։ So գնանք առաջ Աստծո ժողովուրդ։ So այսօր մյուս բաժինն եմ ուզում ներկայացնեմ 5 սխալներ, ավելի ճիշտ 6 սխալներ, որ Իսրայել ազգը անապատից բանից Եգիպտոսից դուրս գալուց կատարեց։ Մի հատ can I have my chart very quick։ Եկեք մի հատ բան անենք։ Մի հատ այս chart-ը թողնա, մի հատ ուզում եմ Իսրայել ազգում մի հատ sense փիլիսոփայություն կա իրանց ասելով։ Ուրեմն 4 հատ որդի ունեն իրանք, 4 որդի ստեղ գրած չի ասոժորդ։ 4 հատ որդի ունեն ու իրանք այնց են արել, որ ամեն մեկը տարբեր ձևի հարց է տալիս։ So ուզում եմ էսի ձեր մեջ հասկանաք, էսի բաժանվում է common ժողովրդի մեջ։ So իրանք ունեն իմաստուն երեխան, ունեն չար երեխա, հիմար երեխա եւ երեխա, որ ոչ մի բանից գաղափար չունի։ So նորից սա կենտրոնանում է common ժողովրդի վրա։ Ու եկեք տեսնենք այս common ժողովուրդը, որ ասում են, որ եկեղեցի են գալի, իրանք ինձ ձև են միշտ հարց տալի, երբ որ հարցը գալիս է, ասենք Աստվածաշնչին։ Օրինակ, եթե ես քեզ մի անգամ մեկին հարց տվեցի, ասացի, ինչի՞ ես եկեղեցի գալիս, գիտես ինչ արեց։ Սենց արեց։ Դա մի հատ ուրիշ հարց եմ, ինչի՞ ես հաց ուտում։ Չես կարող սենց անես։ That's stupid։ Բայց պատասխան տասես, դու վերջը հաց ես վերցրել, ուզում ես ուտես, չէ՞։ Հարց եմ տա։ Մի բան ասա, կամ սիրում եմ, էս եմ ընտրել, էս ախորժակս ուզում, էսա բժիշկը առաջարկե, մի բան ասա, բայց սենց ուսերը տանես վերև իջեցնես, that's not normal։ So սրանք չիմացող երեխեքն են։ So եկեք նայենք տենանք իմաստուն երեխեն ինչ է ասում։ Can you read this for me? So հերթով կարդա ու բանը։ So let's go to the wise person first. Տեսեք իմաստուն կարաս հայերեն թարգմանես։ Can you do it? Կփորձեմ։ Դե ես տենց եմ անում, անգլերեն կարդում, հայերեն խոսում եմ։ Իմ սաղ թղթերս անգլերեն է։ Հələ ավելի վատ որ հուներեն ես կարդում ու էլի հայերեն թարգմանում ես։ Դες ինչ վատ, օրինակ իմ տղես ասում է ծակը մտելա շորի մեջ։ There's a hole in the ծակը ոնց կարա մտնա շորի մեջ։ Մարդ փորձեց թարգմանի։ Դժվար է, անգլերեն, հուներեն, եբրայերեն։ Իրանք բառեր ունեն այնքան դժվար է ուղիղիտ մեջ բանանելը, թարգմանել։ Հիմա այս սաղ անգլերեն, այս անգլերենը կարդում եմ, հայերեն ձեզ ասում եմ։ Աննա ջան, դու ինձ ասիր smart person ես։ Show me your abilities, brother. Ես չեմ ասա, դու ես ասա։ Let's go. Գնացինք։ Այդ առաջինը wise man է։ Հարցը, ուղղակի հարցը դուր։ Տեսեք, իրանք ինձ ձևի հարց են տալի, հարցերն ամենակ պետք։ Գնա։ Իմաստուն զավակը ինչ է ասում։ Որն են վկայությունները եւ օրենքները։ Alright, so ստեղի նստածները, ասենք, կան ստեղ իմաստուններ, որ անընդհատ ուզում են հասկանան ինչն է պատվիրանը, ինչն է օրենքը, ոնց է աշխատում, սրանց ասում են իմաստուն։ Այ օրինակի համար պետք է աղոտ կանես։ Եթե դու իմաստուն ես, պետք է առաջի հարցը տաս, ինչի ենք աղոտ կանում։
Ինչա պատվիրանը, ինչն է օրենքը, ինչն է կարգ ու կանոն աղոթքի մեջ, չէ՞։ Օրինակ եկեղեցի որ գալիս են։ Եկեղեցի որ դու գալիս եք, մինչև հովը չվերջացնի, դու չես կարող գնաս։ Գիտես ինչ, որովհետև Հիսուսը լա տեղ է։ Իսկ մեկը տենում ես գնում են։ Հլա հոբ։ Հին ժամանակները, երբ որ թագավորները մարդիկ էին հրավիրում, մինչև թագավորը չգնար, մարդիկ չէին գնում։ Տենց հա թե չէ։ Հիմա ձեզ հարց եմ տալի։ Հիսուս Աստված է։ Հա թե չէ։ Չեմ լսում։ Հա թե չէ։ Հիսուս թագավոր է։ Հա թե չէ։ Բա քանի գլուխ ունես գնում ես։ Լավ ասեցի։ Ահա, բռնացրի։ Բա քանի գլուխ ունես գնում ես։ Կամ ուր ես գնում։ Դե ինձ կհասկանա։ Հələ գնա փարավոն հարցրատես, քեզ կհասկանար։ Մենակ ոչ թե իմ գլուխը կգդրի, իմ ընտանիքիս գլուխն էլ կգդրեր։ Հավի գլուխ տեսնես ոնց են գտնում, մենք հավի գլուխ գտնում ենք ու բաց ենք թողում։ Հետարքիր էր, էքսպերիմենտ էր։ Come on people, ձեր պատճառով որ էլ ոչխար չեն ծախում Costco-ում։ Կաստատեք ոչխարի մի սիրում։ Մի քանի հոգի էս ինչ անդայետ ուտելիք եք ուտում։ Կանցնեք հավի մի սիրում։ Դու գիտեք հավի ինչ ա ուտում։ Ճիճու։ Իսկ դες ոչխարը ինչ ա ուտում։ Խոտ։ Առաջ ճիճուի։ Ճիշտ է թե չէ։ Հա ինչ։ Ու հավը անմաքուր կենթանի է in my opinion։ Go ahead, գնանք տեսնենք մյուսը որթին է։ Չվերջացրեցի ես։ That's fine։ Գնանք մյուսը։ Չար զավակը Չար զավակ եք, այստեղ մարդիկ կան Տիրոջ մարմնի մեջ, որ իրանք չար մտքեր ունեն։ Տան մեջ էլ կան տենց երեխեք։ I don't care, հերս իշկանի, մերս իշկանի, ինձ հետաքրքիր չի։ Տենց երեխեք կան։ Դրանք չգիտեմ ինչ են շնչում ու ապրում։ Կարդա։ Ինչ է այս ծառայությունը քեզ նշանակում։ Այն որ կա որ ասում է գալիս ես ասում ես բարի արա, արդար եղի, գոնե ասի այդ ինչ է, ասում է քո մար այդ ինչ է։ Այսինքն ինչ մի մետ ինչ գործ ունես, leave me alone։ Թող ես իմ կյանքը ապրեմ, մի մետ ինչ կապ ունես։ Այ ես քեզ ասում եմ փոխվի դու ին վրա ես գցում, չարը տենց է։ Արագ ֆրցնում են հարցը։ Մյուսը, գնանք մյուսին։ Ինչ է անխելք զավակը ասում։ Անխելք զավակ, լիք քրիստոնյաներ կան, որ անխելք են։ Աստվածաշնչում սրանց ասում են infant-ներ։ Գիտեք ինչ են ասում infant, որովհետև infant-ը այն փուչ երեխեք կան, օրինակ Ալենի աղջիկը, Վահագի աղջիկը, ձեռից ձեռ են գնում, իրանք չեն քայլում։ Սենց մարդիկ կան, ով որ ասում արի գնում են մոտները։ Դրանք infant-ներ են, տես քրիստոնյաներ կան, տես մարդիկ կան։ Վայ որ մեկը իրանց դեմքի չժպտած, վազում են իրանց ձեռների մեջ, պետք է չգնաս։ Ամեն, պետք է չգնաս, պետք է զգուշ եղնես։ Դրա համար ես միշտ ծնողներն ասում, ամեն մեկին ձեր երեխեքին մեկ տա։ Մանավանդ որ տալիս ես տատիները, էս ինչ խուլիգան է, էս ինչ պացան է, էս ինչ չգիտեմ ինչ է։ Ախպեր իմ երեխուս վրա խես բաներ կպցնում։ Ես իմ երեխուս ասում եմ, լավն է, արդար է, սուրբ է, դու վեկալար ինչ ապուշ անուններ կար ասեցիր։ Լավը չասիր մարդասպանով մարդակեր, այդ էր մնում։ Հորնա քաշե, մորնա, հմել հորնումորն է վիրավորում։ Տատունա քաշե, ես տատուն լավ գիտեմ, լավը չի։ Հոп, պետք է քանա գրկեիր։ Գրկելը դառավ պատմություն, վիրավորելով ման են գալի, հորնա քաշե, մորնա, հələ սրանն է, լես խուլիգանին այ, հələ սրանը փախտում։ Չգրկեիր դու էիր ուզում որ գրկեիր։ Ես հաստատ չես, ով այնց հասկանում։ So that's անխելք երեխան է։ The reason I'm breaking down, որ հասկանաք, որ նստողները նույն կատեգորիան չունեն։ 4 մասի է բաժանված։ Կա իմաստուն, որ անդադ մտածում է, քայլ չի անում, կա որ չարա ասում է, ինչ ուզում են թող անեն, իրանց գործնա, մի անգամ մեկն եկավ ինձ sense, «Էս ինչ ես, այս եկեղեցին բաց է»։ Ասացի, որ հանգիստ նստեք երկնքի շակ, ասում տունը տարա, կամ էլ մի արա, ասում դու ապուշ ես։ Like what is this? Ուրիշ ինչ ասի, հենց տենց ասի, դու ասի ապուշ ես, всё։ Նեղացավ, բայց թե ոչինչ, ավելի նեղանա, քան թե ամեն շաբաթ ասի խես ես եկեղեցին բաց է։ Next, անխելք տեսանք ինչ ասում։ Անխելքից մյուսը թե անխելքն ես։ Which one are you doing? I'm on stupid child։ Yeah, that's stupid child, yeah, stupid child, sorry. Ինչ է անխելք զավակը ասում։ Սա ինչ է։ Նրան ասա օրենքը Փեսախի։ Անխելք զավակենա, որ տարիներ է եկեղեցի նստած ու ոչ մի բան չի անում։ Մի անգամ մեկը զանգեց, ասաց. «Եղբայր Արմեն,
Կարամ գնամ ջրով մկրտվեմ, ասացի այո։ Մեկ էլ ընդես մեկն ասում է, բայց գիտես որ երրորդ անգամն, ասում եմ որ, ասում է 7։ Արա ասում եմ, ուզում ես լողանաս, գնա լողացի։ Ասում եմ առաջի անգամ ով քեզ տարավ մկրտեց, ասում է եկեղեցին, ասում եմ քանի տարեկան, ասում է 35։ Բա երկրորդ անգամ, ասում եմ վաղ չէի հասկանում։ Բա երկրորդ անգամ, ասում եմ երկրորդ անգամ զորեցին։ Բա երրորդը, բա 7-րդ անգամ ծեծելով տարան մկրտի։ Like stupid։ Կարամ էլ ասի չէ չես կար, ասի կարաս հետս գես մտնես ջուրը, համեցեք։ Կարամ սապուն էտամ, քո մարսիրուն։ Մինչև մա չգիտի ջրով մկրտության զորությունն ինչ է։ Մի անգամ մեկը ստե նստած լացում էր ու աղոտ կերանում, արտասվում էր կողից, որ նայր կիմանար սուպեր քրիստոնյա, եկած ասում, եղբայր Արմեն, ասում է Հիսուս կա։ Ասում եմ, բա ձերդ ուր է իշ տարեվերև, այդ ինչ է իր անում։ Կամ չի լացում։ Մի անգամ եկցեց ասում է, դե իրանք լացում են, ես էլ լացեցի։ Դե փող տալուց է տվեք, ուրեմն մեկին ոգևորեմ թող փող տա, սաղդ բերեք փող տվեք։ Թե փող տալուց Աստված չի խոսում ձեր հետ։ Ասում է լացում էր, ես էլ լացեցի։ Բայց դա չի կարա եղնի, ինչի բան է լացում։ Կարող է լացում էր, որովհետև 1 միլիոն կորցրել է, դու ինչ ես լացում։ Որ լավ արե, որ 1 միլիոն կորցրել է։ They don't get it. That's a stupid Christians. Sitting, they don't know why they are sitting. Մինչև մա չգիտեն, Հիսուս կա թե չկա, եթե ձեռներները բարձրացած աղոտ կեն անում, նույն իր վիճակն է, բայց չգիտեն որ Հիսուս կա։ Oh my God. Let's go to the last one. Եվ այն զավակը, որ չի իմանում ոնց հարցնի, այսպես պետք է սկսեք նրա հետ։ Ահա, զավակներ կան, որ Աննա ջան, thank you, այս արդեն դու նկարում ես, թուղթը պետք չի ուզում։ So 4 տեսակի զավակ կա, որ նստած են ստեղ ու նայում են ինձ։ Բաժանված է 4 մասի իմաստուն, որ մինչև հիմա պրպտում են Աստծո խոսքը, իրանք իրանց մեջ տենում են ամեն ինչ, լավ էլ հասկանում են, բայց ոչ մի քայլ չեն անում։ Բայց կա մի տեսակներ են, որ ասում են դու ես եկեղեցի սկսե կամ երեխեք կան, չէ, ասում են դու ես մեզ բերե, դե դու էլ պահի։ Այն հին ժամանակները Աստծո ժողովուրդ մամաները կաթ էին տալիս իրանց երեխ, կրծքի կաթ են տալ։ Հիմա այդ գնում ես ռավս, այնտեղ մամաները սենց սիրուն շարել են, նստած են, կաթը վեկալում ես բանկի մեջ։ Ասում են մի վեդրո կաթ ես տվես, կգնամ կվերեմ, կտամ քեզ, տենց մոր ծնողներին վիրավորում էին։ Եվ կան հիմարներ էլ, որ նստած գաղափար չունեն, ինչի համար են գալիս։ Եվ չհիշենք, չմոռանանք, եւ կան, որ absolutely չգիտեն ինչա քրիստոնեությունը։ So sad. Հիմա ուզում եմ անցնեմ առաջ։ Ես սա ուղղակի բերեցի մեջտեղ, որպեսզի դուք տեսնեք, որ վիրուրները 4 մասի են բաժանված։ Ես այտենց արեցի, որ շատերիդ համար վիրավորական չեղնի, բայց հիշեք, ես վիրավորելու կարգով չեմ անում էսի, այլ ուղղակի սովորացնելու կարգով եմ անում։ Հիմա մինչև սկսել եք ուզեմ երկու բան ասեմ։ Շատ բաներ պետքա սովորացնեմ, որովհետև չի լիք սովորացնեմ, ուղղակի ասեմ մի քիչ ճիշտ չի, so մի քանի բան Իսրայելի մասին կսովորացնեմ ձեզ, դրա հետ էլ convert կանեմ symbolically ու կասեմ symbolically Աստծո միտքը ինչ է այս պատմության մեջ։ So էդի կուզեմ ուղղակի ձեզ սովորացնեմ Աստծո ժողովուրդ։ Հիմա գնանք իմ բուն քարոզս, եթե կարելի է։ Սկսենք Եգիպտոսից։ Մինչև Եգիպտոսից դուրս գալը, Աստծո ժողովուրդ, մինչև Եգիպտոսից դուրս գալը, Իսրայելը մոտավորապես 6 սխալմունք արեց, 6 violations, որ կուզեմ ձեզ ներկայացնեմ։ Եգիպտոսի մեջ սկսած 6 violation կատարեց։ Սրանք կուզեմ ձեզ ցույց տամ։ Հիմա մի հատ սա ուղղակի փոխեմ symbolically, որ ձեր մոտ պատկերացում եղնի, ասենք մեկը ձեզ ներկայացնում է Քրիստոսին, դու ուզում ես Հիսուսին ընդունես, դու գալիս ես որ Հիսուսին ընդունես, ու այդ ժամանակ դու 6 սխալ ես անում, որ դա կարա ազդի քո future-իդ վրա, քո քրիստոնյա future-իդ վրա։ Ով այնց հասկանում ասի ամեն։ Right? So, հիմա պատմությունը գնանք, հետո ճանապարհին կկանգնեմ մի փոքր փոփոխություններ կանեմ, որ տեսնեք։
Նախ նրանք ովքեր որ նոր են, կուզեմ Իսրայելի մասին մի փոքր բան ձեզ ասեմ։ Իսրայել ազգը այդ անունը Աստված տվել է Հակոբին։ Հակոբը Աբրահամի թոռն է։ Ինքը բառ Իսրայել լիքը բան է նշանակում։ Այդ Հակոբը ուներ 70 12-13 երեխայից ինքը ունեցավ, որ գնացին Քանանի երկրից գնացին Եգիպտոս, 70 հոգի են ընդհանուր, 430 տարվա մեջ մոտարապես 600,000 մարդեր դուրս եկե իրանցից, այսինքն այդքան աճել էին, որ վատ չի։ Որովհետև այն ժամանակ չմոռանաք, որ մարդիկ ամենաերկար որ ապրում էին 27, 28, մինչև 30, այդքան չէին ձգում։ Եթե դուք հարցնեք ձեր տատիներին, իրանք շատերը ամուսնացել են, երբ որ 12 տարեկան են եղել, 13 տարեկան են եղել, որովհետև մարդիկ շուտ էին մահանում։ Այսօր մենք մի քիչ երկար ենք ապրում, տարբեր պատճառներով տեխնոլոգին մեզ շատ է օգնում, երկրորդը դեղերը, բժշկությունը։ Եվ երբ որ ես nursing school էի գնում, այնտեղ հենց առաջի գրքի մեջ, այդ առաջի page-ի 3 page-ը բացատրում էր, որ կյանքը երկարացրել են դեղերի պատճառով։ Այսօր ատամը ցամա, անտիբիոտիկ ես խմում, չէ՞։ Մի տեղդ ինֆեկցիա անցնում, տենց բաներ ես անում։ Բայց դրանք prevent անում քեզ մեռնելուց, spread եղնելուց, կամ չգիտեմ ինչ։ Բայց այն ժամանակ մարդը ինֆեկցիա մտներ ատամի մեջ, ինչ անտիբիոտիկ, ինչ բան, մեռնում գնում էին։ So տարիքը, եթե դուք ուշադիր ստադի անեք այն ժամանակ, մարդիկ երկար չէին ապրում։ Այս վերջի քանի տարիներն է, որ մարդիկ երկար են ապրում։ Ու փառք Աստծո, որ մենք այդ դարի մեջ ենք ապրում։ Plus արդեն մենք կարողանում ենք տարբերություն դնենք։ Մեքենան օրինակ եմ, այն վաղ ձիով էին ման գալիս։ Ես մի ժամանակ սովորում եմ, ասում են Նյու Յորքում, որ շատ ձի կար, ասում եմ բանի թրիքի հոտ էր գալի Նյու Յորքից։ Փողոցները թրքում էին, չէ՞ իրանք։ Ասում եմ այնտեղ հետևներից մաքրում էին։ Այստեղ սմակն ենք շնչում, այնտեղ թրիքի հոտ էր գալի։ Մի անգամ Բրիտանիան ասացի, մեր գյուղը կարոտել եմ, կուզես գնանք բան անենք, տենց մի հատ այդ refresher-ն ենք, ասեց գնանք, ասեց քո գնացինք կովի բանի այդ թրքի հոտ էր գալի, ես կանա սենց է անում, Բրիտանիան ասա փուֆ, դե գյուղում հետ էինք շնչում։ Հետո ամեն տարի ասենք, չգիտեմ, ասեմ թե չասեմ, բայց թե it's okay, մի քիչ գյուղ մտեք, ժողովուրդ ջան, եկեք ձեզ գյուղ տանեմ։ Ընդ այդ ոչխարները բանը, որ թրիք են անում, մենք հավաքում ենք, հետո լցնում ենք որպես պարարտանյութ խոտերի վրա։ Դու պատմես մենք պետք է անենք, այդ թրիքը լցնում ենք վեդրոների մեջ ու վերներիցս հոտեր որ գալիս էր։ Եթե այնա ոնց է խաշ ես ուտում, պետք է մեկն է խաշ ուտի։ Եթե այդ դիմաց խաշ չկերավ մեռնում է։ Նա սխտորի զորությունը ինչքան է, չէ՞, ասես Մարդկա խաշ չի սիրում, օրինակ Ալենը չի սիրում, մենք մի անգամ գնացել ենք խաշ ուտելու, սաղ կերել ես, այս փորները այսքան, Ալենը արդեն սենց էր ման գալիս է։ Աշկերը տրորելով, Մայքլը հետ չգիտեն ուր են։ Ասեմ արա, մի քիչ կերեք, որ այդ հոտը չառնեք։ Սխտորի հոտը, հու։ Ուզում եմ ստեղից սկսեմ ասոր։ Կյանք կարճ էր ու մարդիկ կարճ էին ապրում։ Երբ որ իրանք Եգիպտոսի մեջ էին, ես Աբրահամը ունեցավ Իսահակին, Իսահակը Հակոբին, Հակոբի անունը Աստված փոխեց, Հակոբը ուներ 12 տղա, մի հատ աղջիկ, դրանք զարգացան, մեծացան, գնացին իրանց ուղարկեց Եգիպտոս, Եգիպտոսում մնացին։ Հիմա դու կարող ես հարց տաս քո մեջ ասես, եթե իհարկե հարց ես ուզում տաս, ինչի Եգիպտոս ուղարկեց, որտեվ եգիպտացիները անգրագետ մարդկանց հետ չէին ամուսնանում։ Իրանք ավելի լավ սորտ էին։ Իրանք չէին ամուսնանում, որտեվ հովիվների հետ իրանք համարում են փուր, անկապ, sense մի հատ վիճակ ձեռք չէին տալիս։ Աստված անստեղ իրանց տարավ, որ կարողանա ազգ առաջացնի։ That was one of the reason, որ ինքը տեղ տարավ։ Եվ ուրիշ պատճառներ եկա, բայց չեմ ուզում ուղղակի ասեմ։ Ու ուզում եմ դուք սա իմանաք, Աստված ձեզ կտանի տեղեր, որպեսզի դուք աճեք։ Դրա համար առաջի սկզբնական ժամանակները, երբ որ դուք ընդունում եք Աստծուն, ձեր առջև գալիս են վատ մարդիկ։ Ու այդ մարդիկ սկսում են ձեզ նեղացնելը։
Դու պետք է դա կարողանաս ստանես, որովհետև ինքը այդ դրան գալիս են, որպեսզի դու աճես, զորանաս։ Ինչքան մարդը շատ է չարչարվում, ինչքան շատ է նեղվում, այդքան որակը ավելի է ստեղծում։ Եթե նեղանաս, խռով ես ու գնաս, ուրեմն դու անորակ ես։ Դու պետք է դրա մեջ աճես։ Ես խորտ կտամ թշնամի ունենաք։ Որովհետև թշնամին քեզանից չի վախենում։ Ինքը կասի քեզ, որ դու գեշն ես, էշն ես, ոչխար ես, կով ես, անասուն ես։ Ու դու նստի դրա վրա մտածի։ Խեմ ոչխար ու անասուն, ոչ թե ասա դու ես ոչխար, սա կտամ գլուխդ կջարտեմ, այլ մտի մարդը ճիշտն է ասում։ Այդ ինքը քեզ երեսիդ ասում, դու գնա դրա վրա աշխատի, որ հետո լավը դուրս գաս։ Թշնամին դրա համար ասում են նրանք կան, որպեսզի լավը երևա։ Երբ որ մարդը գալիս է քո երեսիդ կայնում ասում է դու սենց ես, ինստերև կռիվանելու տեղը դու գիտես ես ով եմ, կարևոր չի։ Դու գնա դրա վրա աշխատի, it's good for you։ Amen։ Բայց ով է սիրում թշնամի։ Enemy is good for one reason, to tell you how bad you are. You should have enemy. You should have enemy. Իրանք քեզ կասեն դու լավն ես թե չէ։ Հեշտ չի մարսվում։ Դե թշնամի կասես լավ կծում է։ Հենց է կծում, որ սենց չի անցնում, էլի ես մնում ավար այդ մի քանի հազար տարի։ Բայց ոչինչ, թող նեղացնեն, թող ասեն, որ դու վատն ես, ու դու դրանով կաճես։ Ասեք ամեն։ Very important, շատ կարևոր է։ Կներեք, ես կողքից էլ մի երկու բան էլ գցում եմ արանքին, նենց չմտածեք, որ թեմայից դուրս եմ գալիս։ Sometimes ինձ Աստված ասում է սրանք ասա։ Ես էլ ասում եմ։ Եթե պրոբլեմ ունեք 1-800-HEAVEN, կարաք անպայման դիմեք։ Բողոքեք այնտեղ ձեր բողոքը անպայման կհիշացնեն։ So մի հատ գնանք հետ առաջ Աստծո ժողովուրդ։ Մի հատ հետ գնամ նորից ստեղից սկսենք։ So Իսրայել ազգը Եգիպտոսի մեջ էր, հովիվները այնտեղ անուն պատիվ չունեին, իրանք հովիվների հետ չէին շփվում եւ Աստված դրա պատճառով կարողացավ իրանց աճացնել։ So շատ ժամանակ Աստված ձեզ կտանի այդ տեսակ ճանապարհներով, որպիսի ձեր լավը դուրս գա։ Դու քո լավը ցույց տուր։ Ես չեմ սիրում, որ մարդիկ նեղության մեջ ասում են, «Էլ ես ոչ մի բան չեմ անելու»։ In my opinion, that's unprofessional and unchristian and it's stupid։ Որը մին ոչ մի բան էլ չեմ անելու։ Բայց դու ուզում ես, չէ՞ մարդիկ քո համար անեն։ Այդ ոնց է դու հլա ուզում ես, որ մարդիկ քո համար անեն, բայց դու որոշել ես էլ չանես։ Այդ ձև չի աշխատում, ասում է ինչպես եք ուզում, որ մարդիկ ձեր համար անեն, նույնն էլ դուք արեք։ Ձեր բարեկամներ ունեք, չէ՞, դուք քանիսներ բարեկամներ ունեք։ Մենակ չասեք չունեն, եթե չէ որ դուք հայ չեք։ Բոլորդ էլ բարեկամ ունեք։ Կարամ բռնցնեմ ձեզ, նոր տարուն գամ տենամում հետ եք նստած։ Այնտեղ մարդիկ կան չեք սիրում, չէ՞ դուք իրան։ Չեք սիրում։ Ուղղակի չեք սիրում։ Շատ ժամանակ է զզվում եք իրանից։ Բայց ինչ անես, բարեկամը տա։ Ու գիտես, էսիա գալու է ու էշ ու ապուշ բաներ անի, նույն բաները, որ տարիներ անում ու չի մեծանում էս մարդը։ Ախպեր արդեն 30 տարի նույն բանն է անում։ Բայց դու փոխվել ես։ Praise God։ Դու ես փոխվել, ինքը չի փոխվել, ու ինքը չի էլ փոխվելու, մինչև որ դու չփոխվես։ Աստվածը տենց բաներ անում է։ Տարավ Իսրայելին Եգիպտոս ու սրանք այնտեղ գիտեին, որ իսրայելցիք պատիվ չունեն, իրանց նայում են որպես հովիվներ։ Իմ նման չէ Ժորժ ջան, հովիվ, այն որ ոչխարները ման են տալի։ Մեկը գնում է թեստ տալու, ասում է այդ բանի պատմությունն է պատմում, ասում է մոռացա ոնց էր։ Այ փսլնքոտ, ոչխարի լակոտ։ Ասում է ինչ, ասում է քեզ չի ասում, են անտեր ոչխարներն է ասում։ Բայց իրան է ասում։ Դասատուն վիրավորում է։ Ոտանավոր ասում Հովանես Թումանյանը։ Այ դու փսլնքոտ, ոչխարի լակոտ, ասում է ինչ, ասում է քեզ չենք ասում, են ոչխարներն եմ ասում։ Ձև է վիրավոր, ուզում ես դասատույթ վիրավորես, ոտանավորը փոխի։ Գայլն ու գառը։ Մի ամիտ գառ ասում է ջուր էր խմում պուլպուլակից, ասում է որտեղից։ Հալավ ասում է ինչ, ասում է ցայտախպուրից, ասում է որտեղից։ Այ մարդ ինչ ես ասում է գնացինք, ասում է եւ գայլը իջավ ավտոբուսից, ասում է։ Այդտեղ ասում է որտեղից իջավ գայլը, ասում է տրոլեյբուսից, տաքսիից, չգիտի ինչ ասում, այդտեղից իջնում է, բայց սարը չի ասում։ Տենց աշակերտներ ունենք, էլի փայլուն աշակերտներ ունենք։
Լավ, գնանք մի քիչ Եգիպտոսից կամաց դուրս գանք, Աստծո ժողովուրդ, արդեն շատ մնացինք այնտեղ։ So իրանց Աստված տարավ Եգիպտոս այդ պատճառների համար եւ հիմա ժամանակն է, որ Իսրայել ազգը դուրս գա Եգիպտոսից։ Ժամանակն է։ Պատկերացեք այն ժամն է, որ արդեն դու պետք է ընդունես Հիսուսին։ Սենց պատկերացրեք, մի հատ հիշեք ձերեն օրը։ Քեզ գալիս են, թե մանկերուհի տա, հարսնատու տա, թե մարդը տա, կինը տա, չգիտեմ ով է։ Անընդհատ կաթացնում է գլխիդ, որ պետք է եկեղեցի գաս, այս որ ես սենց կամ Հիսուսն արե, դպրոցից վերջացել եմ Հիսուսի պատճառով, այսօր քեզ սիրում եմ Հիսուսի պատճառով, այսօր որ երեսիդ նայում եմ Հիսուսի պատճառով եմ նայում, թե պետք զզվելի ես, այսօր որ իրար հետ հաց ենք ուտում Հիսուսի պատճառով, կարաս դու էլ գաս եկեղեցի։ Հա, համոզում ես որ գա։ Ճիշտ եմ ասում թե չէ, կամ էլ երեխուդ ես բռնողներից մեկին բերի։ Այդ գիրովականցու լավեղն է էդի է։ Երևանը շատ զարգացած է, բոլոր շատ կրթված են խոսում։ Այդ գիրովական որ ապրես հանգիստ խոսած։ Մեկը ոչ մեկը բան չի ասում։ Գիրովականցի չի էլ հիշում։ Երևանցիները ամեն ինչ ունենում էին, նոր հասնում էր գիրովական։ Արդեն երևանցիները ունեին կոմպյուտեր, ունեին ինտերնետ, գիրովական նոր քիբորդի կնոպկներ եկել մի հատ սենց։ Ուզում ենք հասկանանք այդ ինչը։ Երևանցիները խմում էին Red Bull, Coca-Cola, իսկ մենք քյանն ենք ուսումնասիրում, այս ինչա։ Չեք հավատում։ Այդ փոքր ստոլիկները կար, բանը Mountain Dew էր դրե, ասում ես ինչ ասում ես, որ խմես մկաններ այդ կաճի։ Չգիտեինք ինչա, բայց երևանցիք արդեն էլ չէին խմում Mountain Dew-ն, իրանց համար unhealthy էր։ Մենք հələ շիշն էինք փորձում հասկանանք ինչա գիրովական։ Ով գիրովականցիներ հիշում է։ Ոչ մի մը գիրովական սենց աշխանա սենց ծերի կայնած այսենց։ Ինչ անկա բանկար գիրովական էր գնում ընդ։ Բայց գիրովականցիներին ասում էին ինչ որ է։ Մի չեզում ասեմ, բայց հա։ So Աստծո ժողովուրդ։ So ժամանակն է դուրս գալու, ժամանակն է գնալու Այնքան բարդ թեմա է, որ ես կատակներում եմ, որ չքնեք. Believe me, it's the most difficult subject ever. Պատկերացեք ձեր ժամանակն է, որ պետք է ընդունեք Հիսուսին։ Այդ օրն է։ Դու որոշում ես գաս Հիսուսին, ուզում ես ընդունես Հիսուսին։ Ես կարամ ուղղակի մի հատ Իսրայելի մասին երկու բան ասեմ, հետո ձեր վրա թեքվենք, հա։ Սաղմոս 102:8 Psalms 102 verse 8 Համար եմ ուզում կարդամ ձեր համար։ Ստեղից կսկսենք Աստծո ժողովուրդ։ Գնացինք։ Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, եւ ինձ վրա կատաղածները երթվում են իմ դեմ։ Can you find can you find for me the scripture says I'm like a bird. Find that for me, Alonso. I'm like a bird. Okay. Որտեվ Աստվածաշունչը շատ ժամանակ մի քիչ կա որ թարգմանել են մի համար վերև ներքևա կամ ասենք մի համար ավելի վերևա, so էսա Alonso քնի։ I don't know. In my thing it says 102, but ստեղ ուրիշ բան ասում. I'm like a bird it says. Yeah, go ahead. Then it's 6, go ahead. 6. 102-ի 6-ը։ Հա։ Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բույի պես եղա։ Yeah. So, ստեղ Աստված մի հատ հետաքրքիր բան ասում է ես եղա որպես թռչուն։ Մի հատ բացատրեմ ինչի նկատի ունի։ Թռչուններ կան, որ ուզում ես որ բաց ես թողում իրանց։ Իրանք մոլորված վիճակով այստեղից այնտեղն են թռնում, այնտեղից այնտեղն են թռնում։ So Աստված Իսրայել ազգը, որ Եգիպտոսի մեջ էր, ինքը մինչև իրանց հանելը, ազատագրելը, բան տալը, փրկություն տալը, Աստված Սաղմոսների մեջ ասում է, ես թռչունի պես եղա։ So ինչ եղավ։ Այդ մարդիկ, որ Հիսուսին ընդունեցին, բայց չընդունեցին։ So Աստված որ պետք է հենվեր իրանց վրա,
չհենվեց իրանց վրա։ So ստեղ մարդիկ կան Հիսուսին ընդունել են, but not exactly։ Չեն ընդունել։ Դրա համար այս Սաղմոսը դրա ասում է, ես թռչունի պես եղա, փաստորեն եկա ձեզ որ ազատեմ, հիմա ես ամեն գործ արել եմ, ձեզ հանում եմ Եգիպտոսից, բայց ես ինձ զգում եմ մենակ, ես ինձ զգում եմ թռչունի պես, ես հանգստանալու տեղ չունեմ։ Չմոռանաք Աստված ձեր մեջ է հանգստանում։ Որտեղ է Հիսուս բնակվում։ Մեր մեջ, չէ՞։ So տեղ չունի ինքը մնալու։ Ինքը մնաց թռչունի պես։ Հիմա տեսնենք ինչ է արել Իսրայելը, որ Աստված այտենց է իրան տեսնում այդ փրկության ժամանակ։ Այսօր քեզ հարց տուր, կարա Աստված գա ու քո մեջ հանգստանա։ Եթե ոչ, ուրեմն ինքը քո համար թռչուն է։ Ինքը քեզ անընդհատ օգնում է, քո հարցերդ լուծում է, բայց դու իրան բանի տեղ չես դնում։ Դրա համար ինքը ասում, որ ես թռչունի պես եղա ասում է։ So ինչա արել Իսրայել ազգը։ Եկեք սկզբից գնանք ելից։ Ես մի հատ ներկայացնեմ իրանք ինչ են արել, հետո կկարդանք։ Ուրեմն սրանք, որ Եգիպտոսից դուրս են գալի Աստծո ժողովուրդ։ Առաջի հերթին ամենաառաջի սխալը, որ արեցին, սկսեցին փողեր հավաքելը։ Փող էին հավաքում։ Եգիպտացիներից գնացել փողերը հավաքում էին։ Մենակ մի հոգի կար, որ փող չհավաքեց։ Դա Մովսեսն էր։ Ինքը լրիվ ուրիշ բան էր անում։ Այսա կասեմ ինքը ինչ էր անում։ Երկրորդ սխալը նա էր, որ իրանք որ դուրս եկան անապատի մեջից, Աստված երկու բան արեց իրեն։ Պատկերացա դու դուրս ես գալիս, քո առաջից ամպիսյուն է գնում, հետևից էլ հրեշտակը, գրած Աստծո խոսքի մեջ։ Հետևիցդ հրեշտակ է գալիս, դիմացդ էլ ամպիսյուն է։ Այդ ամպիսյունը քեզ լույս էր տալիս եւ պաշտպանում էր։ Իսկ հրեշտակն էլ էր պաշտպանում ուրիշ գործի համար։ Իրական բան եմ ասում ձեզ։ Հիմա որ մարդը կարդում է Աստվածաշունչը, իրանց թվում է, թե Աստված է իրանց լիդանում։ No։ Սրանք վեկալան գնացին, որ Եգիպտոսից դուրս են գալի։ Աստված ասեց դուրս եկեք։ Իրանք դուրս եկան ու սկսեցին գնալ այն տեղերը, որտեղ Աստված իրանց չէր տանում։ Իրանք սկսեցին գնալ տեղեր։ Առաջինը գնացին Սիքոթ։ Սիքոթից գնացին Էլիմ, դա եգիպտական անուններ է։ Սրանք այդ քաղաքները գնացին ու կանգնան։ Բայց ամպիսյունը իրանց դեմով գնում է, հրեշտակն էլ հետև, սո Աստված ցենց նայում է իրանց ասում է, բայց սխի չեք օրինակ ինձ հարցնում։ Կներես, էլի թակավոր ապրած կենա, դու մեզ հասել ես դուրս արի, բայց մենք քեզ բանի տեղ չենք, մենք մեր ուզածով կեթանք։ Իրանք գնում են, բայց Աստված իրանց պաշտպանում է, բայց իրանք գնում են այն տեղերը, որտեղ որ իսրայելցիք որոշել են։ Սո սրանք գնացին այդ տեղը ու կանգնան։ Սրանք որ կանգնան, Աստված ասեց no։ Ասեց հիմա հետ գնացեք որտեղ որ սկսել եք, ես ձեզ կասեմ ինչ անեք։ Նորից այդքան օր քայլել են, իրանք ուզած ճանապարհները գնացեն, որ դու կարդաս կտեսնես, այնտեղ հեսա գնանք։ Աստված իրանց ասեց no։ Այս քաղաքներին չեք եկե։ Ես ձեզ չասեցի եկեք ստեղ։ Հա, ինա հետևից էթում Աստված, մտածում եմ, սուր են գնում։ Ես այստեղ չեմ տասը գնացեք։ Դուք պետք է գնայք այնտեղը, որ ես եմ, չէ՞ որ Աստվածը չէ հանում։ So, երբ որ դու Հիսուսին ընդունում ես, դու պետք է մնաս, մինչև ինքը քեզ մուվ անի։ Բայց քրիստոնյաները գիտես ինչ են անում։ Հենց ընդունում են Հիսուսին, սկսում են իրանց քայլերն անելը։ Առաջինը գիտես ինչ են անում։ Առաջինը այն ինչ որ միշտ ծանրություն է եղել, դա գրկում են ու հետները տանում են։ Did you heard what I said? Ինչ էին անում իրանք Եգիպտոսում։ Իրանք տանջվում են փողի համար, բիզնեսի համար, ընտանիքի համար, իրանք սրա համար տանջում, էլի նույն բանն արին, վապ հավաքին առաջինը ու կողած էթում են աղբեր, իրանք տեղերն են, գնում են այն տեղերը, որ մտածում են լավ ալելու։ Աստվածը հետևներից գնում ալեք։ Եկա միտեղ կայնան, հոգնան։ Հոգնան։
Աստված ասեց, հետ գնացեք։ Բայց մինչև այդ, որ իրանք հետ էին գնում, արդեն եգիպտացի գալիս էին, զորքը գալիս էր։ They created problem. Դու հասկանում ես, երբ որ Հիսուսին ընդունում ես ու իր ուզածը չես անում, դու գրգռում ես demonic power-ը քո դեմ։ Դրա համար շատ քրիստոնյաներ առաջի ժամանակները ինչի մեջով ասես չեն ասում։ I guarantee you, դու legit Հիսուսին ընդունի, հացեքի տակ ես ընկնելու։ Կներեք բառիս համար, ուրիշ ձև չգիտեմ ոնց ասեմ։ Thank God, որ ես գրագետ չեմ խոսում։ Եթե խոսե դուք ամերիկացիներ ոչ մի բան չէիք հասկանում։ Ես մի անգամ ABC-ի գնացի, վրեժին գիտեք, չէ՞, ABC տիրոջը։ Ասեց Արմեն ջան, կարաս գրագետ չխոսաս։ Մտքումս ասեց, նախ չգիտեմ ոնց խոսամ, բայց դե կփորձեմ։ Ասի չէ, լավ անկապ կխոսամ։ Ասեց, այտենց եմ ուզում խոսալ։ Նախ այդ չգիտեի էլ ոնց խոսամ, սփոր լավ է։ Ու շատ է սիրեմ խոսելը։ Ասում մի քիչ ստենդեղ ասի, դա կարևոր չի կդզենք, դա չի դզվելու։ Ամեն։ Ձեզ մի բան ասեմ Աստծո ժողովուրդ։ Մենք ապրում ենք Ամերիկայում, ճիշտ է, թե չէ։ Hypothetically speaking, I don't know what that means. So, եթե գնանք մի հատ հետարքիր բառ ընտրենք, Zeus, Zeus, որն է սխալ, որն է ճիշտ։ Երկուսն էլ ճիշտ է, նա որ լեզվով ես ասում։ Այ օրինակ մենք ասում ենք վարունգ։ Պարսիկներն ասում են խիար։ Որն է ճիշտ։ Երկուսն էլ ճիշտն է։ Հիմա Ռիտան ասում, գիտես ինչ եմ անելու, զղտկվել։ I'm trying to find ինչ լեզվով է դա։ Ու եթե գրագ է դա, ես դա օգտագործել եմ։ And you cannot attack me։ Ես ուզում եմ, դու ոնց ասում ես, okay։ Դե մի ասա okay։ Կամ Հայաստանում ասում են хорошо, մի ասա хорошо։ Մի անգամ մեկից մի հատ հարցվեց, ասեց, կարաս մաքուր հայերեն խոսես, ասի անպայման ասի ուգլի մագազինում կալբաստի օչերեդ, ասեց Արմեն ջան, մի բառ հայերեն չասեցիր։ Ուգլի մագազինում կալբասի օչերեդ։ Որն էր դրա հայերենը։ Սա ռուսերեն է։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ուգլը անկյունն է, մագազինը խանութն է, կալբասն է երշիկ երևի։ Հերթ Եմ մնացածը դուք պատկերացրեք։ Հիմա զղտկվել է, ինչ լեզու, ուզում եմ գտնեմ, կարաք իմ համար գտնեք։ Ուզում եմ Ռիտային ներվայնացնեմ ու ձեզ էլ հետը։ Ասեք մեր հովը անգրագետ է, բայց փաստորը եթե այդ ազգից մի մարդ եղավ, հաստատ դուք ընկնելու եք կրակը։ Լավ բաներ են որոշը։ Նա։ Բայց մենք բառեր ենք օգտագործում, որ ուշ ազգերն են օգտագործում, right? Ուրիշ ազգերն են օգտագործում։ Մի անգամ մեկին ձեզ ասեց Zeus չի Zeus, ասեցի իսկ անգլերեն ոնց են ասում, թե բա չգիտեմ, ասեք գնաց կսովորես։ Հետո գաս հետս կվիճվես, կամ էլ իսկ հանդիմանես, չի կարել։ Այսինքն մենք կարանք բառեր օգտագործենք տեղին, որ ասենք հետարքիր եղնի։ Լավ, ասենք թեմային։ Սրանք դուրս եկան, գնացին իրանց ուզած ճանապարհները, Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքի մեջ ասում է իրանք դուրս եկան, ասում է Ռեմեսիզից գնացին Սիքոթից գնացին Էլիմ ու Էլիմում կանգնան։ Բայց Աստված իրանց դիմացից գնում է, հետևից պաշտպանում է, որ քրիստոնյաները երբ որ ընդունում են Հիսուսին, հաստատ իմացեք, որ Աստված իր պաշտպանությունը դնում է, բայց երբ որ քեզ Աստված պաշտպանում է, դա չի նշանակում, որ դու Աստծուն ընդունել ես ու իր ասածներին տեղ ես տալիս։ You're creating a problem։ Աստված ասեց հետ գնա։ Իրանք հելանդ հետ գնացին, 14-ի մեջ գրած է, սա կկարդանք։ Ելիս 14-ի մեջ։ Երբ որ իրանք հետ գնացին, իրանք ում հանդիպեցին։ Փարավոնի զորքին։ Բայց մի հատ հետարքիր մի բան ձեզ ասեմ, որ ինձ հետաքրքիր էր։ Հիշում ես, որ ասում է ջուրը, ծովի ջուրը պատ դառավ։ Քանստատ եք հիշում։ Այդ ծովը որ բացվել է Աստծո ժողովուրդ, ինքը պատի պես է բացվել։ Ու Աստվածաշնչում գրած է, որ պատի պես է բացվել։ Քանստատ եք հավատում, որ այդ բանը եղել է, որ ծովը բացվել է, 8 կիլոմետրանոց ծովը բացվել է, ու ջուրը այսպես պատ է եղել։ Բայց քեզ չես հարցնում, ինչի է Աստված ասում պատ է եղել, որ իսրայելցիների սպաներ։ Really, բա։
Այդ պատի գաղափարը, որ Աստված նշում է, որ իսրայելցիների սպան էր։ Այսինքն ուզում ես ասես Աստված հանում է, բայց իրանց հետ ուրախ չի, հա բա ինչ, բա ասում եմ 6 հատ violation են արել։ Առաջինը փող են հավաքել։ Իսկ Մովսեսն ինչ էր անում։ Ինքը Մովսեսը գնաց Հովսեփի ոսկորները վեկալավ ու հետը տարավ, գիտեք ինչի, որտեվ դա պատվիրան էր։ Մովսեսը մինչև դուրս գալ ասեց. «Ինչ անեմ, որ Աստծուն հաճելի եղնեմ։ Ինչ կա, որ կարելի է անել, որ Աստծուն հաճելի եղնեմ։ Պատվիրան կատարեմ»։ Դուք, որ ընդունում եք Հիսուսի, պետք է առաջինը մանգակ իր պատվիրանները ինչ անեն, որ իրան հաճելի եղնեն։ Վերջը ինքն է ինձ օրհնելու, ինքն է իմ ընտանիքս օգնելու, ինքն է իմ ամուսնությունս հաստատելու, ինքն է իմ առողջությունս բերելու, ինքն է իմ ֆինանսս տալու, բայց պետք է այդ Աստծու կամքը կատարվի, թե չէ։ Բայց սրանք ինչ արին, այն նույն զիբիլը, որի մեջ տարապում են Եգիպտոս մեջ, գրկին ու հետերը դուրս են գալի ու գնում են այն տեղերը, որ մտածում են տեղ կարան բիզնես սկսեն։ So sad. Դե դուք էլ Աստծու կամ կատարեիք։ Մովսեսը հիշեց, որ պետք է Հովսեփի ոսկորները տանեն, դա was a law by the way։ Ասեց երթում կերեք, որ ին ոսկորները կանեք ու պատվիրան եղավ։ Մովսեսը սկիչ չհավաքեց էլ փող։ Դրա համար երբ որ պետք է տապանակը սարքեն, Մովսեսն ասեց. «Ժողովուրդ ջան, ես մի կոպեկ չունեմ։ Կարակ փողերը բերեք տակից, ես պետք է տապանակ սարքեմ»։ The guy had no money, but Մովսեսը միակ տղեն էր, որ Աստված երես հետը խոսում էր։ So ում պատճառով Աստված փրկեց Իսրայելին? Just Moses. All the way in. Հավաքել են փողերը, նույն փողը դունդեղ տանջվում էր, ախպեր, աշխատում էր։ Ստեղ քրիստոնյաներ լամբիա ձեզ նայեք, ամոթա գիշեր ցերեկ աշխատում եք։ What are you going to accomplish? Nothing. Աստվածա որ օրհնելու, Աստվածա որ multiply անելու։ Դու գնա քեզ ճաղի 24 ժամ աշխատի, you're getting nowhere. Ինքնա որ multiply անելու, it's he who's going to multiply. Ասեց որտեղ ձեր ոչ թե դու neglect անես Աստծուն։ Մաքսիմում ձևով հավաքես ինչքան որ կարաս թալանես, ասում թալանին եգիպտացիներին։ Այն չի դա պետք։ Դե նույն բաները քեզ տանջում էին, չէ՞։ Այդ նույն գաղափարը քեզ տանջում էր, չէ՞։ Այդ նույն բանը քեզ տանջում էր, չէ՞։ Back and forth։ Աշխատում են, հետ են աշխատում։ Like you know how crazy Սողոմոնը ասում է, սա անիմաստ է։ The only thing left is God. Սես նայքես, քանի տարի պետք է աշխատես։ Դենց կներես էլի, ներողություն եմ խնդրում։ Չակերտների պես, էշի պես։ How long are you going to work? Մոմենտ կարծես զզվում ես արդեն։ Literally զզվում ես։ Ասում ես, ես գործով եկալ ես։ Ավելի լավ գնայ security աշխատեի, որ ոչ մի բան չեն անում։ Like how long can you work? Հավոր ջահելես, հավեսա նպատակներ ունես, ես մի հատ դասատուն էի այդ nursing school-ի մեջ, ասում էր տունն եմ, այդ ծախել եմ մի հատ պուճուշ 540 սկվերն տուն եմ, ասում ինչի՞ եմ, ասում որ չքայլեմ, ասում ոտքերս չի աշխատում։ Պուճուշ տուն էր առը մարդ։ Պետք է ասես կինը գիժ է։ Ով կողա մեծ տունը ծախում։ Հետո որ այնտեղ սովորում է ասում երբ որ մեծ հասակները, ինչև մեծ հասակ լինելը, այն իրանց երիտասարդ ժամանակ տներ են առել, սարերի վրա, բաման արդեն մեծ են, չէ՞, այնքան են աշխատել, ոչ երեխա ունեն, կամ էլ ունեն երեխան ծնողին չի իժում։ Անտեր գցած են իրանց տների մեջ, ասում են իջեք քաղաք, այդ ստեղի տներից մի բան վեկալեք, որ խանութը մոտիկ եղնի։ Էլի նույն բանի մեջ չընկար։ It's the same thing. You're going the same place. Բայց Աստված կարա քո ծնկներին ուշ տա։ Աստված կարա քո մարմնիդ առողջություն տա։ Աստված կարա favor անի։ Ասում եմ Մարգարեին ագրավը ուտելիք էր բերում 1.5 տարի կերակրում էր։ Հա impressive is that։ Ես չգիտեմ այդ ագրավը որդուց էր, այդ տակ-տակ ճաշերը բերում Մարգարեն տալին էլ ուտում էր։ Հաստատ գողանում էր, որտեվ ագրավը գող է։ Ու ագրավը մաքուր բաներ է ուտում, ասեմ ձեզ, զիբիլ բաներ չի ուտում ինքը։ And they're smart and seriously. Ագրավները smart, they're smart. Իրանց երեխեքը որ անշնորհքություն անում, դուս են անում։ Իսկ մեր հայրը հենց անշնորհքություն անում, երեխեքը Mercedes են առնում։ Ինչքան շատ անշնորհքյան ես, այնքան լավ բան կանենք ու վայ, երեխես կկորի։ Շարա հակ լրիվ շորը հանի ու շպրտի դուս։
Թող սովորեն ճիշտը որն է։ Վայ։ Կգնաս երեխուս հետ կխոսես, բայց շատ է զգուշ։ Ինչ ես ում խոսամ։ Բարև ձեզ։ Երեխուն դաստիարակում ենք գավազանով, այսինքն փոքրուց սկսում ես իրան ասել, որ խելոք չմնար, գլուխը ջարդելու եմ։ Այնտես ինքը հասկանում է։ Ես որ մեկին տեսնում անշնորհք ասում, պապա եւ վերջ անգամ եւա քեզ սիլել։ Իմ պապաս ինձ չի սիլել, ասի դե ուրեմն մենք քեզ կսիլենք, որտեվ ոնց որ դու չես հասկացել կյանքի ձևի է։ Լեզուդ լա երկարա։ Այն Հոլիվուդի բանը կա այդ կարմիր բանը, դրանից երկարա։ You know what I'm saying? The point is what I'm making. Իսրայելը իրանք կամ քրիստոնյաները գալիս են ասում, «Ջան, կպավ աղբերս, աղոթքով բիզնեսս կլավացնեմ, էսի կանեմ»։ Դու նույն բանը այնտեղ արդեն տանջվում ես։ Եկեք համարներով գոնե համարներ տամ, որ հետաքրքիր էլի Աստծո շորտ։ Մովսեսը այս տղեն կարանք մի փոքր Մովսեսից խոսան, եթե կարելի է։ Տարբերակները ասեմ, հետո բան կանենք։ Մի փոքր դրա վրով կգնանք։ Առաջինը փող սկսեցին հավաքելը։ Երկրորդը իրանք ճանապարհներով էին գնում։ Ես մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ, ու դուք ձեր մեջ մտածեք։ Եկեղեցի գալը պատվիրանա, թե երբ կուզես, ինչ կուզես կանես։ Դու քո մեջ էդի մտածի։ Աղոթ կանելը պատվիրանա, meaning is that a commandment, թե ուղակի առաջարկ է։ Դու քո մեջ մտածի։ Եթե քո համար պատվիրան չի, ուրեմն դու Իսրայելի պես ինչ ուզում ես հետ ես անում։ You're going to get defeated. Կպարտվես։ Աղոթքը պատվիրանա, թե պատվիրան չի։ Ձեր մեջ մտածեք։ Եկեք նատուրալ բանից խոսանք։ Հաց ուտելը պատվիրանա, թե պատվիրան չի։ Պատվիրանա, պետք է ուտես։ Չես կարա չուտես։ Կարաս դայետ անես, that's not what I mean. Բայց պետք է ուտես։ You have to eat. Դու պետք է ուտես։ Երբ որ մարդիկ դայետ են պահում, բոլոր այդ մեջի մարդիկ իրանց ասում են հանկարծ էսի չմոռանաս ուտես, կտաս մի ուր տեղդ կփչացնես։ Գոնե էս պետք է ուտես նրա հետ, էս պետք է ուտես նրա հետ, հա, մենք կարող ասենք հանում ենք շուգրը, չէ՞, բայց այնտեղ բաներ կա պետք է ուտես։ Ես որ սովորել եմ, հիմա չգիտեմ, սա փոխել են, արանո AI-նա փոխել թե իրանք զարգացել, I have no idea, բայց մարդը արտադրում է 13 էնզայմներ իր մեջ, մնացածը դու ստանում ես դրսից։ Ասենք խնձորն է, օրինակ խնձորի մեջ ինչ կա, երկաթ կա, չէ՞։ Երկաթ ես տամ ես, okay, դու պետք է դրանք ուտես, խնձոր պետքա ուտի մարդ։ Ջուր պետքա խմես։ Եվ այս տեսակ բաներ պետք է դրսի, մարդը ինքը իր մեջից չի արտադրում այն մնացած բոլոր let's say proteins or whatever it is։ Դու պետք է դրսից ուտես դա։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ ուտենք, որպեսզի հիվանդություններ ձեռք չբերենք։ Ձուկ պետքա ուտես, ասենք, չգիտեմ։ Էլի դա այդ բայի, բայց այդ 27 let's say proteins, let's create enzymes։ Դրանք դու պետք է ստանաս դա daily basis։ Եթե դու սկսես մի տեղը չզարգացնել, կարող աշկի տեսողություն ընկնի, մազերդ սկսի թափելը, կաշվի, մաշկետ ձևը փոխվի։ Ես չգիտեմ, I don't know։ Կա կուրես։ I'm just kidding, that's not true. But So Իսրայել ազգը Աստծո ժողովուրդ, ապաշխարելու ժամանակ իրանք ուզած բաներն էին անում։ Մյուս տարբերակը Ելից 12:38 Աստծո խոսքի մեջ գրած է, որ իրանք ապաշխարելուց մենակ չապաշխարեցին, իրանք մեղքերի հետ ապաշխարեցին։ You know what that means? It's stupid, huh, what I just said. Մեղքերին էլ ապաշխարել տվեցին, որպեսզի այդ մեղքը նորից գործեն։
Can I tell you what I meant? So պատկերացեք սուտ եք խոսում։ Դու ստին արդարացնում ես, որ էլի կարողանաս սուտ խոսես։ Այսինքն սուտը դնում ես միտեղ ու ասում ես, որ ես պետք է այդ սուտը խոսամ, որովհետև իմ գործի մեջ էդի պետք է։ I don't know if you understand. Իրանց մեղքերին էլ ապաշխարություն տվեցին։ Մեղքեր դուք էլ ապաշխարեք, որ ես կարողանամ այդ մեղքը հանգիստ գործեմ։ You guys understand what I'm just saying? Mixed multitude. Իսկ mixed multitude-ը, երբ որ իրանք դուրս եկան գնացին անապատ, Աստված առաջի բանը ինչ էր անում, իրանք մանա էր տալի, մանան դա Աստծո խոսքն է։ Առողջ երեխեն, որ ծնվում է, պետքա կաթ տաս իրան, ուրիշ ոչ մի բան։ Ծնողը իրավունք չունի։ Երեխուն կաթից ենկոմ մի բան տալու։ It's deadly and it's not healthy. Mixture-ը գիտես ինչ ասեց, զզվել ենք, էլ չենք ուզում։ Որտեղ մեղքը չի թողա, որ դու առաջ գնաս։ Բայց մարդիկ իրանց մեղքերին էլ են ապաշխարություն տալիս։ I mean, I don't think you guys gonna heard this to anybody else. Մեղքին ապաշխարություն են տալիս։ Իրանց բնավորությունը ապաշխարություն են տալիս։ Իրանք ասում են, «Էս ինչ որ մենք կանք, ու ինչ որ մենք անում ենք, մենք դրանք կսրբացնենք ու նորից մեր հետ կտանենք դուրս»։ Այսինքն հայոյանքը նորմալ է։ Ես քրիստոնյաներ գիտեմ, որ բարկում են հայոյում են, ասում են, sorry for my French. French is my feet, don't say it. Հայոյում են իմ առաջ sorry for me. Excuse me. Նախ առաջ երթին հայոյանքը it's a hell language, որ դու օգտագործում ես ու cursing yourself, երկրորդը երբ որ բարկանում ես, ասում եմ մի մեղ գործի բերանով հետ։ Սրանք հայոյում են։ Մի հատ էլ ասում ես sorry որն է, որ Աստված ես մի վարքյան ժամանակ տալ, լեզուդ կկտրեի, որ էլ չասեի։ Դու քրիստոնյա իրավունք չունես, անիծես ես։ It's a curse. It's a violation. It's a law. Ստեղ կա որ հայոյում եք։ Stop today. Today. I'm talking about cussing, Henry. If you cuss today, stop today, and that's it. No bueno. No cussing. Nельзя. Ճիշտ ասի? Да. Cussing is not an option. Կարդա Աննա. Exodus 12:38, please let me have that. I'm almost done, people. Give me a second. Նրանց հետ ելավ նաև խառնի ճաղանջ մի բազմություն եւ ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։ Իրանց հետ հելան հիմա ես ապացուցեմ որ այդպես մի բան կա մարդիկ ասում են դու ոնց ա եղել մենակ Իսրայելը դուրս չեկե մենակ Իսրայելը դուրս չեկե ով գնաց փարավոնին ասեց որ իրանք Էլիմում կանգնած են փարավոնի սպաները իրա ժողովուրդը հետ գնացին փարավոնին ասեցին որ ինքը այնտեղ բան անում Okay. Now. Նույն համարի տակ Աստծո ժողովուրդ mixture-ը փող հավաքելը եկեք կարդանք սատանայի ընկնելը ոնց եղավ գնանք Եզեկիել 28:16 Երբ որ դու գալիս ես Աստծուն ու էլի զբաղված ես քո առաջվա կյանքով որ իրանք են անում կկործանվես ասում են նրանք Սատանան իր զբաղմունքի պատճառով կորավ նայեք guys ինձ նայեք guys come on ինձ նայեք this is very important երեխա էլի թող խոսավ մեկը չեք հասկանում ինչ ասում ասում Արմենին նայեք everybody's like Ոնց վերստեղ ես կգրկեմ թող ինձ նայեն She's a cute baby by the way go ahead Ezekiel 28:16 Քո առևտրի առատության պատճառով Քո առևտրի առատության պատճառով Քո ներսը բռնությամբ լցվեց Exactly Քրիստոնյաները գնացին փող հավաքեցին որպեսզի իրանք կարողանան նույն գործը շարունակեն Աստծո խոսքի մեջ ասում է այդ նույն մտքով ու այդ նույն գաղափարով ոնց մնացել ես այտենց էլ կմնաս կկործանվես Հակոբոս 4:13 James 4:13 let's go James 4:13 Let's go to James 4:13 it says what
12-ը կարդա։ Let's go to one verse. Let's go from 11. Let's go James. Okay, leave it alone. Yeah. Իրար մի բամբասեք, եղբայրներ։ Իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է բամբասում եւ օրենքն է դատում։ Next verse. Արդ եթե օրենքը դատում ես, No, օրենքը James 4. I'm like, what is she reading? I'm like, James 4:13. Այստեղ մեկ նայ։ Ուրեմն դուք, որ ասում եք, այսօր կամ վաղը այսինչ քաղաքը կգնանք, ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք եւ դրամ կշահենք։ Դուք որ վաղվա օրը չգիտեք, ինչ է ձեր կյանքը։ Մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Next verse. Փոխարենը պետք է ասեք, եթե Տերը կամենա։ Okay, that's it. Եթե Տերը կամենա։ You see people? Երբ որ իրանք այդ փողը հավաքում էին, symbolically իրանք նպատակներ ունեին։ Իրանք ուզում են expand անեին։ Բայց տեղին ասում է սատանան կործանվեց հենց դրա պատճառով։ Ասում է մարդիկ ասում են գնանք այս քաղաքը, այն քաղաքը։ Մի հատ կին կար Աստվածաշնչում, անունը Նոեմի էր։ Լսել եք։ Նոեմին հարուստ կին էր։ Երբ որ երկրում պատերազմ եղավ, ինքը իր երեխեքին վեկալավ ու փախավ այդ երկրից։ Աստծո օրենքի մեջ մի հատ օրենք կա։ Ասում է, եթե սովա, դուրս արի քաղաքից։ Երբ որ հիվանդություն կա, ասում է դուրս արի քաղաքից։ Բայց երբ որ պատերազմ կա, ասում է պետք է մնաս։ Սա պատերազմ կար։ Ինքը իր ընտանիքին հետ վելավ գնաց հեթանոսների աշխարհ։ Երկու տղուն սպանին, մարդուն սպանին։ Ու ինքը տես դատարկ հետ եկավ տուն։ Սա մարդիկ ասում են, ինչ եղավ, օրենքը խախտեց։ Գնացել է, որ ավելի լավ կյանք ապրեր։ Օրենքը խախտեց։ Փախնում էր։ Ասում է, գոնե ինձանից հարցնեք։ Երբ որ աշակերտներին Իսրայելում սպանում են, ծեծում են ու բանտարկում էին, ասում է, սաղ փախան գնացին, այդ 11-ը մնացին։ Ինչ դրանք առյուծի կաթ էին խմել։ Ջայլ երեխեք էին, բայց իրենք քիչ գնացին, որտեղ Աստված չթողեց։ Ասես նո դուք պետք է մնաք։ Ու մնացին։ Դուք չեք կարող գնաք։ Ասում է գոնե ասուն հարցնել։ So առևտուրը, որ ասում եմ, սենց միտք ու գաղափար ունի, որ քրիստոնյաները կամեն ժողովուրդը անում են։ Եկեք մի հատ ուրիշ տեղ գնանք։ Հռոմեացիներ 16:18։ So իրանց նպատակն ինչ է Իսրայելի, որպեսզի իրանց կյանքը բավարարեն իրանց ապրելակերպով։ Go for it. Այսպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին։ Notice կարդա, for they that are such serve not our Lord Jesus Christ, but their own belly. Այսպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին։ Այսինքն Աստծո ժողովուրդ իրանք Հիսուսին ընդունել են իրանց ստամոքսի պատճառով։ Առողջ եղնեն, լավ գործ ունենան, մնացածը անցած լինի։ That's a violation. Դրա համար Հիսուս Աստված ասում է, ես թրջունի պես եղա։ Ես եկա սրանց օգնելու, ու սրանք սկսեցին ինձ օգտագործելը, անելը իրանց բաները։ That's exactly what happened. 6 violation. First, իրանց ուզած տեղերը գնացին, երկրորդ mixed ժողովրդի հետ դուրս եկան, երրորդը Աստծո ժողովուրդ, որ հիմա կասեմ, բայց ուզում եմ մի հատ էլ համար կարդանք։ Ղուկաս 12, Լուկ 12, 13-ից 21, եկեք նայենք էսի։ Դու գիտեք քրիստոնյաներ կան, որ հոգևոր զարգանում են, որպեսզի էլի իրանց, շատ լսեք, they spiritually grow, հոգևոր զարգանում են, they know how to pray, լավ աղոթներ են անում, լավ ծոմեր են պահում, ամեն ինչ ճիշտ են անում, էլի իրանց համար, not for the church, not for the body of Christ. That's a great violation too. Look at this guy. Look at this gentleman right here. Luke 12:13-ից 21 գնացինք։
12-ից 13։ 12, Luke 12 verse 13, հեսա գրած է Աննա ջան։ Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. Վարդապետ, իմ եղբորն ասա, որ ժառանգություն ինձ հետ բաժանի։ Նա էլ ասաց նրան. Մարդ, ով ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց։ Եվ նրանց ասաց. Little bit loud. It's մի քիչ ցածր է։ Եվ նրանց ասաց. So Հիսուսին եկել են ասում են աղբորս ասա թող իմ ունեցվածքը տա ինձ, Հիսուսն էլ ասեց գնացեք դուք այդ հարցերը լուծեք։ Գալիս են տենց ասում են մենք բիզնես ենք բացել, իրան ասա թող փողը կեսը տա ինձ, կներես էլի։ Դու ես ուզեցել բացես գն աղբոր բացելուց խիչ էր գալի հովին հարցնում կամ ասուն հարցնում։ Գնում են գործեր են սկսում, հետո փչացնում են, հետո գացում են հովի հետ հարցը լուծի։ No thank you։ Հիսուսն էլ նույնն ասեց դու գնացեք ձեր հարցերը լուծեք, ես չեմ անում դա։ Բայց եկեք մի հատ բան նայենք, տեսնենք ստե ինչ ակա հեն 15 Եվ նրանց ասաց. տեսեք եւ զգուշացեք ագահությունից, Տեսեք եւ զգուշացեք ագահությունից, յա։ որովհետեւ մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածք չէ։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. So մի հատ նորից կարդա for men's life որովհետեւ մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ։ In other words, գնա աղոտ կարա թող փողերը լցվի account-իդ մեջ։ 10 հատ բիզնես բացի, ասում մարդու կյանքը դրա մեջ չի։ Իմիջալոց դուք այդքան որ հավաքեք այդ զրոները, տալու եք անես մի մարդու, որ ինքը մի օրում սենց անելու։ Չեն ուտում, չեն խմում, ամեն առավոտ մտնում են, մի զրո ավելացել է։ Thank you Jesus։ Ոչ ասուն են տալի, ոչ ընտանիքին են տալի, ոչ իրանց վրա են ծախսում։ Ու մեռնում են, այդ զրոները տալիս են մի մարդու, մի օրում Yalla Habibi։ Մտնում ես, կծվում են տակը, ուա, դուս են գալի։ Սաղ փողը ուտում են։ Անենց ուտեն փողերդ, որ դու երկնքից ցավ քաշես։ Ասես, ախ։ Որ մեռած մարդը ցավ չի քաշում, բայց դու հաստատ կքաշես։ Այդ զրոներդ 3 կիշնի։ Ասում դրա մեջ չի։ Գիտես խա տենց ասում, որտեվ այս քրիստոնյաները վյուրները։ Մենակ դրա վրա են կերած, վայ լավ ենք։ Գնամ լի քաղաք կանեմ, որ լավ ենք։ Լավ է էլի։ Ես աղոթ եմ Թրամփի համար, որ Հիսուսի անունը բերի Ամերիկա, դուք էլ աղոթ կանեք, որ Աստված ձեր զրոները ավելացնի, ու բան էլ պետք չի ձեր զրոները։ Նստել եք վրեն ու չեք շար, խրամատները կողել եք մինչև վեր, չախ։ Փող ունես, չունեմ։ Լավ։ Բայց ինչի՞ տա պետք է զրոները։ Էսա մեռնելու ես։ Մեռնելու ես։ Աստված ասում է պատիվ տալու մեջ առաջին եղեք։ Ինչ պատիվ ինչ բան։ Այն օր առա ինքից մար ոչ բան չառավ։ Նորից առ։ You see people, this is what God says. This is what they're doing. Greedy people. Դրա համար չի Աստված խաչվել, դրա համար չի Աստված եկել։ Հարստությունը լավ բան է, աշխատելը ճիշտ է, բայց եթե քողը դրա վրա կենտրոնացած, that's wrong։ Կարդա Աննա ջան, let's go։ Եվ նրանց մի առակ պատմեց։ Եվ նրանց մի հատ առակ պատմեց, մի հատ քրիստոնյայի վեկալում ու սկսում է կտրտելը։ Գնացինք։ Ու ասաց. Մի հարուստ մարդու արտն առատ։ Մի հարուստ մարդ ի նկատում մի մարդ, որ աղոտ կանել գիտի, գիրք կարդալ գիտի, աշխատելու ձև գիտի, կարողացել է ինքը այդ աղոտկով եւ այդ ամեն ինչով հասցնի իրան տեղ։ Շատ ժամանակ հարստությունը Աստվածաշնչում մենակ փողը չի, այլ կոնկրետ իր ability-ներն է։ Ասում այս մարդը հարուստ է գիտությունով։ Չէ՞։ Yeah։ Գնացինք։ Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. Ինչ անեմ, տեղ չունեմ, որ իմ պտուղներն այստեղ հավաքեմ։ Եվ ասաց. Լսրանն է։ Գործերը լավացել է։ Ու մտածում է ինչ անի։ Դուր մարդ կանց։
Դուր եկեղեցուն։ Մի անգամ մեկը կար գնացել էր գեմեր առը, գեմ, CD։ Ինձ սենց համ ասում է, չգիտե ինչ անի, ասում է մոտս $45 մնացի, ասի գնամ գեմ առնեմ։ Ասում եմ, հիմա ձեռդ փող կա, կարաս եկեղեցուց, չէ, էլ չունեմ։ Իսկ եւ վաղվա տատիներ կեթան Լաս Վեգաս $500 կկրվեին, մեկը կար ասում է, մի անգամ գնացել ենք, ասում է, սա տատի պապիներ են, ասում է, սենց դողալով, սենց սպասում են եւ պետք է ավտոբուսը գա, լցվի մեջը գնա Լաս Վեգաս, սեն խաղալը։ Ասում է, ճանապարհից գալուց ասեցի, տատի ջան, ասեցի, մեկին գիտեմ, լավ աղքատ է, էլի։ Կարող եմ $20 տաս տանեմ տամ։ Վայ բալա ջան, ես թոշակառու մարդ եմ։ Ինձ որտեղից $20։ Արա, նոր դու $500 կրվիր։ Ու դու համարյա ամիս 2 անգամ գնում ես $500 կրվում ես։ Վայ բալա ջամը որն է։ You see these people. Ես մեկին գիտեմ չեմ ասի ով է, որովհետև իրան անձամ չեմ ճանաչում։ Մի հատ գրիդի տատի։ Ստեղ երեխեք ունի ոչ մեկին չի օգնեմ, բայց մի 80,000 հավաքել էր։ Մի անգամ իր աշխատողներից մեկը գալիս է, դե չեմ ուզում այդ անունն տամ, խոսքը քաշում, որ սրա ձեռը փող կա, ասում է դու կեսից ավել կբերեմ քեզ կտամ, այսինքն այդ 80,000 տուրի ինձ, ես մի ամսից քեզ 140,000 կտամ։ Փողերը վեկալում է ու չի տալի։ Էսի ասում է կսուկ անեմ, ասում է գնա արա, ում ես ու անելու։ Գովերմենտին չես կարող ասես, կաս իա։ Էս 80,000 քեզ որտեղից։ Բա կորա։ Ասում է տատին ընկել էր դիպրեսիայի մեջ, լաց էր լում։ Սա կյանքը հավաքել է։ Երեխեքին չի տվել, մի հատ հիմարի տվես գնաց։ You see, God is not protecting those greedy people. Հեմես ապուշ ճայլ հիմար մարդը հարստացել է, աղոտ կանել գիտի, բայց եկեղեցու մոր չի աղոթում, ծոմ պահել գիտի, բայց եկեղեցու մոր ծոմ չի։ Մենակ եկեղեցի չի, իր բարեկամներից գա երեխեքի մար մեկի համար։ Just use somewhere, man. Help people, brother. Ոչ թե մենակ քո համար։ Նայտես ինչ ա վերջանում, գնացինք։ Ինչ անեմ, տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ։ Եվ ասաց. այս կանեմ, իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ, եւ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամփարեմ։ Եվ ինքս ինձ կասեմ, ով մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես։ Եկավ եկեղեցի, աղոտ կանել սովորեց, կարդալ սովորեց, գրել սովորեց, պատերազմել սովորեց, դևերի հետևից ընկնել սովորեց, գործերը դզեց, փչեց, հիմա գործերը լավ ասում է, ինչ անեմ։ Դες Աստված իրան ինչ ասում է, հիմար։ Սոր կյանքդ վրեց ես եմ քեզ սպանելու։ Ասում է թե չի ասում, let's read. I think that's what it says. Հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր, բայց Աստված նրան ասաց. ամեն օր աղոտ կտարա, ամեն օր ծոմդ պահի, էտա լավ է, բայց դրա համար չի տվել Աստվածը դե քեզ։ Ես ամեն օր որ աղոտ կեմ անում, գնում ասում եմ, էլ ինչա պետք որ աղոտ կանենք։ Մի բան պետք է աղոտ կանեմ, բայց ես էլ պրոբլեմ ունեմ, չէ՞։ Ով պրոբլեմ չունի։ Օրինակ ես կուզեի մի հատ ինձ Աստված յադ տար։ Միշտ ասել եմ ձեզ։ Նավ սիրում եմ։ Ձուկը թարմ բռնում ես, գցում ես այդ յուղի մեջ, իրանք ձեզ թպրտում են, դուք պոչից սկսում ես ուտել։ Դες ինչ համով է։ Կերել ես ձուկ։ Այս մարդը հասկանում է, ստե գործը հասկանում է։ Լիքը զենք տա, գնանք կրակենք։ Դες հավես է։ Բայց զենք թանկ է, չեմ կարող առնեմ։ Կամ է վահագի զենքեր պետք է տանենք ու բռնվենք, գնանք նստենք անգամ տեղը։ Մի հատ սարի վրա տուն ունենանք, որ եկեղեցով գնանք աղոթքներ անենք։ Տարիներա տառապում ենք դրա մեջ, չունենք։ Շենք առնենք, որ լիքը ծառայություններ անենք։ Բայց էսի այդ ամեն կարողություններն ունի, այդ պտուղները ունի, բայց իրան է պահում։ Հիմա Աստված ասում է, այսը հաղթիտ գալու եմ, լա սպաս։ Կարդանք։ Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են։ But God said unto this foolish man, today I'm going to kill you. So,
6 violation, ուզում հերթով ասում փագենք։ Լիքելի բաներ կա ասոժոր, ուղղակի ժամ չկա այլ որ ասեմ։ Առաջինը ապաշխարության ժամանակ ինչի՞ մարդը անապատ գնում, որովհետև իր ընտրությունը մենակ իր գործերի համար է։ Աստուն ընտրում է իր գործերի համար։ Դրա համար 4 երեխաները առաջ սկսեցի։ 4-ն էլ ուղղակի հիմար էին, թեպետ իմաստուն բառեր էին օգտագործում։ Մեկը հարցնում էր ինչ անի որ ոտի կայնի, այն մեկն ասում էր պետք չի։ Այն մեկը չգիտել ինչի է գալի։ Այն մեկն է տարիներ Աստուտունա չգիտի որ Աստված կա։ So, violation number 1. Աստված հենց այդ օրը մերժվեց Իսրայելի կողմից։ Այսինքն, երբ որ մարդը ընդունում է Հիսուսին, հենց այդ օրն էլ որ ինքը ընդունում, որ ասում է Հիսուս, ես քեզ ընդունում եմ Տեր եւ Փրկիչ, եւ այդ րոպեին էլ ինքը մերժում է Աստծուն։ Ոնց ենք իմանում իր գործերից։ Վազեցին առաջի հերթին փողի հետևից։ Վազեցին առաջի հերթին փողի հետևից։ Վազեցին առաջի հերթի էլի նույն հիմարության հետևից, որ մեջը տարիներ է տառապում են։ Ինձ որ առաջի անգամ Աստված կանչեց շատ հետաքրքիր էր։ Մենք հայերս լավ նպատակներ ունենք, չէ՞, ու խելացի ազգ ենք։ We are smart people։ Ինձ Աստված ասեց սա գործերը թող ու հետևից արի։ Ոչ չասեց քեզ փող կտամ, չասեց քեզ էս կտամ, չասեց քեզ են կտամ։ Ես շուրջս նայեցի ու իմ մեջ մտածեցի, այս մենակ ինձ անդրե, թե ուրիշ մեկն էլ իմ նման կա։ Ինձ ասեց սաղ թող իմ հետևից արի։ Լավ, սաղ թողենք, փագենք, բիզնեսս փագեցի, գնացել է Էլվեն է վերջացրել, 27,000 ջուրը գնաց։ Սաղ կորավ։ Մտածում եմ, բայց լավ, մենակ ես եմ, այստեղ թե էլի ուրիշ մեկը կա, որ ընտրել է, մատդ մենակ ին վրա ես դրե։ Ես մեկ եղել էր բողոքում, ասում ես, խիչ ես իմ հարևանս, միկն էլ աղոտ կանի։ Խիչ ես եկել ժողովուրդն էլ ասում աղոտ կարի։ Սա ասում է փարտիրոջը, ոչ մջ են անում։ Սա խիչ ես իրանց էլ ասում։ Ինձ ասեց, եթե դու ինձ սիրում ես, դու այդ մարդն ես, հետևից սարի։ Okay, նեղություններ, մինչև հիվանդության դուր։ Ես որ հիվանդ էի, ես մտածեցա կմեռնեմ։ Ինձ եկավ Աստված ասեց, ինչ ես մտածում, կմեռնես թե չի, ասի դու պետք է ինձ ասես, ես չգիտեմ։ Ասես չէ, քո համար նպատակ ունեմ։ Ասի դե այսքանը ապրել եմ, ասի մի հատ մի բան էլ ես կարամ ասեմ քեզ։ Թե բա ինչ, ասեցի կարաս ինձ առողջ պահես։ Ուզում եմ այն մարդու պես մեռնեմ։ Ասես չէ ուզում հիվանդությունն ես, ասում նո։ Դիլ։ Եթե իհարկե դուք սաղդ ապրեք իմ չափ, ես մեռնելու եմ առողջ։ Վերջը ամենավատ բանը գիտես ինչն է քո թշնամին։ Քո կինը չի եղնելու, քո մարդը չի եղնելու, քո երեխը չի եղնելու, քո հերմեջը, քո մարմինն է։ Դա քո թշնամին է։ Ես այդ թշնամու հարցը լուծել եմ։ Աստծո ուժն ու զորությունը իմ մարմնից մեջ է։ Ու ապրում է իմ մեջ։ Կապրեք կտեսնեք։ Դուք կարող եք դեղերով մանգակ, ես չէ։ Ես matter of fact ասեմ ձեզ, որ սկսել է լողանալը, հիմա 1280 ֆիտ առանց կանգնելու լողանում եմ Արմեն, 1280 ֆիտ։ I'm 50 years old, don't forget that. Ու իմ գոլն է 2540 ֆիտ առանց կանգնելու։ 60 տարեկան, 65 տարեկան տատիներ կան, 3 մայլ լողանում են։ Shame on me, you know, I gotta go there. And my goal is to swim 3 miles without stopping. That's a very good, and God will give me that strength. Լսել եմ, որ եթե շատ լողանաս, կյանսեր չես ընկնի։ Բայց որ շատ լողանաս, ասում եմ ձուկ կդառնաս, I'm just kidding. Just checking. Violation number 1. Ընդունեցին Հիսուսին ու մերժեցին տեղում, որովհետև ընտրեցին ամենասխալ բանը։ Փողը
հարստությունը, այս կյանքը, ասում դրա համար չի։ Երբ որ մարդը սկզբից մի անգամից ձգտում է այդտեղը, արդեն դու մերժել ես ասում։ Number 2, հələ Եգիպտոսից դուրս չեն եկել։ Իրանց մեղքերին ապաշխարություն են տալիս, որ կարողանան էլի, որտեվ ասում է, դե գիտես ինչ, շատ ժամանակ պետք է մի անգամ մեկից հարցվեց, ասեց, դու օրինակ մեկին փրկելու համար սուտ կխոսած, ասեցի, no։ Չեմ անի։ I'm not gonna do it։ Վերջ-վերջո Աստված է նայում, չէ՞։ Լավ էլի Արմեն, արի մի քիչ մարդ դառնանք, ախպեր, էլի մարդ ենք։ Բայց վաղը չեմ իսօր ես եմ ասում պատասխան, քեզ ինչ կա։ Դու գնա քո հարցը լուծի, դու գնա քո սուտը դզի։ Իրանք իրանք սուտերին արդարացրել են։ Ված բան եմ ասում։ Դժվար է, that's a mixture։ Աշխատենք, սաղորը գործի, ինչի՞ չես եկեղեցի եկե, հորս ծնունդներ։ So հերդ արդար մարդ, հա, Աստծուց ավելի լավն է։ Հա, դե լավ էլի, տենց մի արա։ Ինչ ես ուզում ասեմ։ What do you want me to tell you? Քրիստմասի չեն գալի։ Տունը Քրիստմաս են անում, բա Հիսուսն ինչ է լավ։ Լավ բաներ չեմ ասում, չէ։ That means you already rejected him։ Եվ երբ որ Աստծո խոսքը ավելի հարուստ ու լիքն է եղնում, ասում է անապատի մեջ բողոքին, ասին, մի քիչ շատ չես խիստ, շատ է, թուլացրա մի քիչ։ Օրինակ ես սիրում եմ մեկի տուն գնամ, ճոխ սեղանքցի, չէ՞։ Դու էլ ես սիրում։ Դեստեղ էլ չենք անում։ Աշխատում են, գործի են, հոգնած են, մի ստից մի երկու բան գցենք, թող ուտեն գնան։ Բայց հին ժամանակները մարդիկ լուրջ սեղաններ էին գցում։ 3 օր աշխատում էին։ Մանավանդ նոր տարուն 3 օր պատրաստում են, հիշում եք հայեր։ 3 օր։ Կամպոտով, մանպոտով դեղ գնում են Թիֆլիս, գալիս գնում են, ինչ ասես չեն առնում։ Իսկ հիմա սաղ դառնա ստից բան, համը հոտը կորել է։ Mixture։ Third, circumcised չեղան Աստծո ժողովուրդ։ That will be next week։ Դուրս գալուց Մովսեսն ասեց գնացեք ամեն մեկը մի հատ ոչխար վեկալեք ու մորթեք։ Բայց դրա մեջ օրենք կար, Աբրահամին արդեն ասել էր։ Ասեց գնացեք մկրտվեք, circumcised եղեք։ Մենք էս սրտով ենք circumcised եղնում։ Չարեցին։ Դրա համար Աստված ասում է ծովը բացեց ու պատ սարքեց, որ իրանց սպանի, բայց չսպանեց։ Անապատում կործանվեցին։ You can tell, որ իրանք չեն ապաշխարել։ Մյուսը Աստծո ժողովուրդ, որ կուզեմ վերջացնեմ։ Երբ որ իրանք դուրս եկան անապատից, Եգիպտոսից, Փարավոնի աչքերին փախն էլ դուրս եկավ։ Այդ ինչի փախար։ Ասում է Փարավոն ասես փախել են, գնանք հետ բերենք, բայց չէ որ Աստված ձեզ հանեց։ Թշնամու աչքերին երևացին փախնել։ You know how bad that thing is։ Դու պետք է որպես հաղթող դուրս գայիր, ոչ թե վախկոտ։ Եվ այդ տեղը որ գնացել են, որ իրանք գնացել են, այդ տեղը այդ են քաղաքներն է, որ իրանք սարքել են, որ ստրուկ եղնեն consistently, որ իրանք հիշեցներ, որ իրանք ստրուկ են։ Աստված ասում է, էլի նույն տեղերն եք գնում։ Էլի նույն ստրուկության մեջ եք մտել։ Իրանք այդ քաղաքները, որ ձեզ անունվեց, այդ հիստորիկական քաղաքներ իրանք էին սարքել։ Էլի գնացել է ստրուկ վիճակին։ Դե ինչ անեմ, տենց էլ պետք է եղնի։ That's a violation also. Երբ որ դուք ընդունում եք Հիսուսին, դուք ազատ քաղաքացիներ եք։ Դուք աղքատներ չեք, դուք ստրուկներ չեք, դուք Քրիստոսով փրկված, ազատված, հաղթող, եւ երբ որ դուրս եք գալիս, դուք պետք է պատվով եւ անունով դուրս գաք, ոչ թե Փարավոնի աչքին փախնել երևա։ Դրա համար զոր կուղարկեց։ Թշնամին պետք է չտեսնի, որ դու փախնում ես, պետք է թշնամին տեսնի, որ դու դուրս ես գալիս, որպես հաղթող ու իրավունքի տեր։ Ասեք ամեն։ Those are the violations, որ Իսրայելը անընդհատ արեց, մինչև հասան անապատ ու անապատում իրանք լրիվ կործանվեցին, որտեղ սկզբունքը սխալ սկսեց։ Կանգնենք ոտքի Աստծո ժողովուրդ։ Հիմա քեզ նայի ու քեզ ասա, ես որորն եմ ընդունել Հիսուսին ու այսօր ուր եմ։ Այսօր քրիստոնյաներ կա եկեղեցի չեն գալի, կամ գալիս են երբ որ պետք է իրանց Աստված։ You are my hiding place. You always fill my heart with songs of deliverance. Արաքչան բերստեղ։
I will trust in you. Ամչա։ Դավիթ ջան ո՞նց ես։ Մի հատ Դավիթ կա չի եկե եկեղեցի, դու ես իրա տեղն եկել Անուշուս։ Let the weak say. Քանի ամսական է։ Շնորհավոր by the way. Congratulations. Եկեք հանձնենք այս երեխային Աստծուն, Աստծո ժողովուրդ։ Գտասից։ Դելես որ հանձնես, չէ՞։ Ճիշտ հասկացա՞ք ես։ Okay, ես որ հանձնենք Աստծուն։ Բոլորը ձեր ձեռքերը մեկնեք այս երեխայի վրա։ Ճիշտ է Աստված այս երեխային տվել է իր ծնողին, բայց այս երեխան պատկանում է Աստծուն։ Սաղմոս 127:2-ի մեջ գրած է, ասում է իմ երեխաներին տվեցի ձեզ։ Դուք էլ եք պատկանում Աստծուն ինքն էլ։ Ոայ Անուշս, չէ, սեզ լավ է, սեզ պահեմ։ Եկեք աղոտ կանենք։ Հիսուսին փառք ու պատիվ քեզ։ Մենք հանձնում ենք այս փոքրիկին, Դավիթին, քո ձեռքերիդ մեջ։ Եվ խնդրում ենք Տեր Աստվածին, որ քո հրեշտակներով, քո աչքիդ բիբի պես պահես եւ մեծացնես։ Տաս իրեն ճիշտ զույգ եւ ճիշտ աշխատանք Տեր Հիսուսին։ Օրհնես իրեն կյանքը եւ դու իրեն կյանքով, իրեն ընտանիքով դու փառավորվես։ Նա լինի քո լույսը եւ Դավիթը լինի քո աղը։ Տերս օրհնես նրա ճանապարհները։ Փառք ու պատիվ քեզ երկնավոր հայրիմ, հանձնում ենք քեզ եւ իմաստություն տաս, թե նրա ծնողներին, թե տատիկի եւ ընտանիքի բոլոր անդամներին, ինչպես մեծացնեն այս փոքրիկին։ Քո վախդ իր հետ քայլի Տեր Հիսուսին եւ քո խոսքդ բնակվի իրեն մեջ։ Տաս հանգիստ խաղաղ կյանք, օրհնես երկնավոր հայրիմ, քեզ փառք ենք տալիս ու պատիվ Հիսուսի անունով։ Ամեն։ Սամար մի հատ յուղը բեր։ Նայ ոնց խելոքած ով տեսար։ I need an oil. Քրիստոնյաներ oil չունեք ձեր մոտ։ Հա 82 տարեկանը վազում է։ Իսկ դուք չգիտեք վազելն ինչ է, ջահելներ։ Մտքով դուք հեռախոսով եք վազ, սամար սաղ կերել ես, խմել ես տուլը։ Սամար որ ծառավալում, ես գիտի ջուր է խմում է։ Էս ինչ ես արել, այգը։ Նա տել Ամազոնի բաքսի մեջ դներ, ես քիչ է։ Լավ։ Տեր ջան, մենք օրհնում ենք այս փոքրիկին, հորը, որդու եւ Սուրբ Հոգու անունից, օրհնում ենք մորը, հորը եւ որդու Սուրբ Հոգու անունից, եւ տատիկ արի քեզ էլ օրհնենք, որ իմաստությունով պահես ու մեծացնես in Jesus mighty name։ Տերս փառք ու պատիվ քեզ Տեր Հիսուսի, այս ընտանիքը քեզ ենք հանձնում, նրանց մեջ կա քո վախը, օրհնես եւ դու նրանցով փառավորվես։ Հիսուսին փառք ու պատիվ քեզ in Jesus mighty name. Շնորհակալ ենք Տերին։ Amen. Amen. Congratulations. Come on people, let's sing. Oh, hallelujah. I will trust in you. Jesus, we love you. Let the weak say I am strong. I will trust in you. You are my hiding place. You always fill my heart, Lord, with songs of deliverance. Lord Jesus, my Master,
You said in your word that you will cause us to walk in your ways, Lord. You said, I will be your healer, your healing, your shield. Thank you, Holy Spirit, for your grace. Thank you, Master. Thank you for your grace, for your mercy, Lord. You call us those days, those dark hours. Bless the world. Bless California. A favor from you, we ask. Bless this people and our president. Also, peace in Israel, Master. I ask for a peace. Not our time, Holy Spirit. Let us live the life. Let us preach your word. Remove this chaos. Remove the chaos, confusion. Destroy the evil that came before the time. There's a prophecy, Lord, that the world will be end, but not now. There's people that needs to know you. Bring great salvation to every corner. I ask you, Lord Jesus. You put me to be a watchman. I ask as a watchman. He said, who are those? And it says, those are the angels who go around the world and report to you. Those are the angels. Those are the spirits. Lord, I'm reporting you. Not now, I beg you. Moses asked you for help, for pardon the Israelites. Well, help us, Lord. Let us have peaceful life. Oh, I rebuke that darkness, confusion. Jesus, I give you praise. Աստծո ժողովուրդն այստեղ է. Close your eye. Աչքերներդ փակեք եւ ասեք, որ նա ձեզ օրհնի. I give you praise and honor, Jesus. Master, my master. These evil people create wars. You are a peace. You are the peace. Thank you for your mercy, Lord Jesus. If you allow me, Holy Spirit, I apply your blood to Israel, to America, to my country. I apply the blood even into Iran, Lord Jesus. I heard, Master, that you are working a great work, that people in Iran, they're coming to you, Holy Spirit. Thank you, Holy Spirit, and bless your church. Thank you for your grace. Thank you, Jesus. Thank you, Jesus. Տերս օրտնես ամեն մեկի տունը Տեր Հիսուսին. Օրտնես ամեն մեկի տունը Տեր Հիսուսին. You know this song? This is a beautiful song. Did you feel that presence? Man, the presence of God is here, people. The presence of God is here. You're leading very good, by the way. Good job. Մենք պետք է աղոտ կանենք, որ այս պատերազմը կանգնի Աստծո շնորհիվ. It's going to lead us to something huge. Our sons and daughters will be killed. Let's ask God for mercy. And these riots stop. Lord, talk to our president to give them a citizenship and close these doors so we can focus something big. Whatever you want, Jesus. Holy Spirit, bless your people. Thank you, Jesus. Thank you, Jesus. Thank you, Jesus. Thank you, Jesus.
Ask him to touch you, people. Նա այստեղ է, ասեք, որ նա ձեր հետ խոսի, ձեզ դպնի. Now, he's here. If you're sick, ask him to heal you. Lord Jesus. Man, the presence of Almighty God is here. Jesus, we love you, Lord. I will trust in you. Thank you, Lord. Տերես օրտնես, զորացնես, ամեն մեկին, որ այստեղ է, Հիսուսի անով և Աստծո սուրբերն ասեն, Amen. All right, God's people. Աստված ձեզ օրհնի, չմոռանաք այսօր Father's Day-ը, օրհնեք ձեր հոր տունը.